Ողջույն բոլորին, դուք գտնվում եք Հայ Գարաժ ալիքում, ձեզ հետ ես եմ Նարեկը։ Մենք սկսում ենք մի հատ հետաքրքիր նոր պրոյեկտ, ու պատահական չի, որ ասած մի քիչ կոպիտ ասած չոլոտ տեղ ենք, սարու ձորոտ sense դաժե կարելի ասել, որովհետև մեր նոր պրոյեկտն է Lada Niva։ Ստե մտավ թփ կադրերը։ Կոնկրետ այս ավտոն 2009 թվականին վերջերն է, կարելի ասել 2010 թիվա, որովհետև ինքը հեսա սենց over Niva-ից տեղյակ է, դետալներով ցույց կտամ կհասկանաք, թե խեմ ասում, որ ինքը 2010 թվի է։ Այս ավտոն վերցրել ենք ինչքան է լինում 3500-ը, 1.400.000 դրամով, ու ծրագրում ենք իր վրա լիքը բաներ փոփոխենք, սարքենք նենց Niva, որ ինձ դուր կգա քշել կակ մինիմում։ Ով իմ Instagram-ին դեռ շուտ վանից է follow-ու հետևում է, կհիշեք, որ ես ունեցել եմ եւս 2 հատ Niva, դրանից հետո մի հատ Priora եմ ունեցել, ու ոչ մեկ տան զավադսկոյի վիճակով չի եղել, սաղի վրա ինչ-որ բան արել ենք, բայց այս ավտոն այնքան բան ենք անելու։ Ինչի եմ ասում 2010 թվականին, որովհետեւ որ Niva-ի հետ տենց կապված հետաքրքրված է, կարծում եմ տեղյակ կլինի։ Այն որ ասում ենք, ամորտիզատորները դրսից է արդեն արկեքի մեջ է այստեղ է, այսինքն ներքևից այս կողմից չի, ստեղից է։ Այս ավտոն արդեն տենց է, ամենայն հավանականությամբ ինքը 2009 թվի վերջի արտադրանքը, 2010-ի պրոդաժ ա եղել։ Այն դորջարները, որ մարդիկ առնում են, օրինակ, չգիտեմ, այնտեղ 2007-8 թվական 6-ի վերջ, որ արդեն հիդրավլիկ է ու S4X4-ը հանում են փչելու ժամանակ սարքում են, սենց ու ասում են դրսից արդեն թազի վիդ է։ Նու այդքան էլ տես չի, հա, ինքը բնականաբար ավելի է նորանում, հեռվից որ նայում ես տեսնում ես, չես կարող տարբերես որ թիվա, բայց երբ որ արկեկը դրսից է լինում, այդ արդեն կասկածի մի տեղ է տալիս, որ դու չես կարող հասկանաս, ինքը իրականում 13 է, իսկ այս 4x4-ը 13 թվականից է, որ արդեն չկա։ Չես կարող հասկանաս 13 թիվա, թե օրինակ 19-ն է։ Կարճ ասած, երբ որ ամորտիզատորը դրսից է, այդ արդեն շատ հավես է, շատ պլյուս է, որովհետև իրան դրսից սարքելը էլի հնարավոր է, բայց մի քիչ ծախսատար է։ Մեր մոտ արդեն տենց է զավադսկոյ, մենք այս մեքենան փչելու ենք բնականաբար, որովհետև ինքը այս տեսքով այդքան էլ տեսքով չի, ու այս 4x4-երը հանելու ենք։ Երկու բառով ասեմ, այս ավտոյի վրա ինչ է եղել ու արդեն մինչև սյոմկա անելը որոշ բաներ փոխել ենք, որ գոնե մի քիչ տենց չասեմ կոմֆորտ, բայց մի քիչ գոնե հաճելի լինի իրան քշելը, որովհետև նախ իր տակ եղել է VK բանտաժները, այդտեղ նկարներով տեսնում եք այդ ինչ բանտաժի մասին է խոսքը։ Չգիտեմ, իմ համար շատ գեշ բանտաժեր է այդ, նեշի սա սիրուն է, սա եւս շատ գեշ է իմ համար, բայց VK-ն ամենաչսիրածած բանտաժն է եղել այս ավտոյի հետ կապված։ Հայլիներն է եղել 2009 թվականի հենց հայլիները, որ ասած մի քիչ sense փոքրոտ է, էլի նկարում տեսնում եք ինչի մասին է խոսքը։ Այդ հայլիներն ենք փոխել, ռուջկեքն է եղել, որ sense քաշովի է, նկարում եւս տեսնում եք ինչ ռուջկի մասին է խոսքը, այդ էլ ընդհանրապես իմ սրտով չէր։ Ռուջկեն ենք փոխել, երևի թե դրսից ոչ մի բան էլ ձեռ չենք տվել, չէ, ձեռ ենք տվել, լույսերի հետ կապված։ Նայեցին մելաչ փուճուր բաներ է, բայց գոնե մի քիչ sense հաճելի է դառնում։ Այս լույսերն ենք մեջի փոխել, որ ինչ որ լուրջ բան իրենց չի ենթադրում, բայց դե փոխել ենք, որ ավելի սիրուն լինի։ Արի գնանք ներսը ցույց տամ։ Ու ուզում եմ նշեմ, ինչը որ շատ կարևոր է, այս մեքենան, էլի Niva քշողները էդի կհասկանան ավելի շատ, քիթը կախչի, այս հիմա պրոստը լրիվ զավադսկոյի վիճակում սենց է, ոչ թե սենց է, այլ սենց է զուտ։ Այսինքն ընդհանուրապես ինքը ձգոտ է ու այն հիվանդություն ունեցող տեղերը, որտեղ որ պետք է ցեց լինի, որտեղ որ պետք է, չգիտեմ, փդած լինի, տենց բաներ, ընդհանրապես ոչ մի տենց բան չկա։ Ստոյկեքով, բալկեքով իդեալական վիճակ է, այսինքն այս ավտոյի վրա կարելի է աշխատել, կարելի է իր վրա փող դնել, որ դառնա, այն որ ասում են, այսպես Niva։ Դրա համար էլ այս մեքենան վերցրել ենք։ Հիմա մեջը ցույց տամ ինչ վիճակ է, դու կարաս բագաժնիկից նայես կստացի։ Դեստեղ լրիվ զավադսկոյի վիճակ է, ավտոն նշեմ, որ մեջը լրիվ զավադսկոյ է։ Նենց որ դրա վրա տես չենք խորանում, հեսա բագաժնիկը բացեմ, պատկերացնեք ինչ աստիճան զավոդ է ամեն ինչ։ Հերիք չի, չբացվավ։ Հերիք չի մեջը զավադսկոյի վիճակ է։ Նրա պետք է բաց լինի։ Հերիքշի զավադսկոյի միջակա։ Մի հատ էլ հետևը չկա նստատեղ։ Հա, կստացի մոռացա ասեմ, բառն էի փոխել։ Այս իր հին բառն է, տեղադրված է ուրբանի նոր բառ, բայց այդ շատ ժամանակավոր է, որովհետև արդեն իսկ ձեռք ենք բերել 204 կուզովի պատլակոտնիկ։
չխնդալու է, չէ՞, այստեղ բառը, այնտեղ պատլակոտնիկա։ Ձեռքերը պատլակոտնիկը իր բառով ամեն ինչով, որ այդտեղ հարմարացվի ու հա, կստացի, ինձ ղեկ էին նվիրը, արի սուստամ։ Այս ընկերս էր նվեր տվել, բայց այստեղ ժամանակավոր պրոստը դրել ենք վրան, որ ավելի հետաքրքիր լինի, էլի։ Մենք տեղադրելու ենք ուրիշ մեքենայի ղեկ ու իմ կարծիքով դա ավելի թույն է լինելու։ Այստեղ այնքան բան է հələ փոխվելու, չեք պատկերացնի։ Մի հատ բան ես եմ տեղադրել։ Հիշում եք, մեր մոտ Հայգարաժ շոփում տենց այդ շատ շուտ երևի այդ սիգնալից տեղադրել էինք, վաճառվել էր արդեն։ Հիմա այս ավտոյի վրա մի հատ տենց ունեի, ասում էի իմ նիվի վրա է դրանից տնելու եմ, որովհետև ամենաառաջին նիվայից վրա այդ սիգնալից եղել է։ Գնա խնդրում դեմը կանգնի։ Ով որ խաղացել է մաֆիա խաղը, հաստատ կհիշի այս ձենը։ Լուրջ եմ ասում, այսի Նենց որ ասում են վազդուշկա բան, վազդուշկեքը իմ համար տենց էական բան չի, այս լրիվ ուրիշ ձայն է։ Սկմոտ ոնց հարցականքում ընդեղ։ Սա եվս ընկերս անվիր է, start-stop-ն է։ Սկացիք ինչքան լավ ընկավ խոդի։ Գազ չի եղել ընդհանրապես, հեսա այն մարդկանց համար ովքեր կասեն, բայ այն ինչ տրուբա է մեջը տեսանք, արի ցույց տամ։ Շատերը գիտեն, սա գազի համար է տեղադրվում, բայց այս տեղադրել են, դաժե չեն հասցրել բալոնը տեղադրեն, որովհետև պետք չի եղել։ Երկար բարակ չպատմեմ ոնց է տենց եղել։ Ուզեցել են գազ դնեն, կեսից փոշմանել են, կարճ ասած ու այս ավտոն գազ չի քշվել։ Հենց որ ինքը իդեալական վիճակում է, ոնց տեսնում եք, շատ փափուկ է աշխատում։ Ինքը շատ փափուկ է աշխատում, պերեբո բանման տենց բաներ չունի, դե բնականաբար ավտոն ընդհանրապես շոմայիզոլյացիա արած չի, ընդհանրապես վիբրո արած չի, ինքը ձեներ ունի մեջը քշելուց, այն որ ասում են բանը, որ փափուկ նիվա է, փափուկ նիվա չի հələ ոչ, բայց զավոդ ձիգ նիվա է։ Ինչը որ իմ կարծիքով էլ ավելի կարևոր է, որովհետև փափուկ նիվա կարա շատ գտնես, այն որ կուկլավատ արած նիվա կարա շատ գտնես, բայց որ 2010 թիվ լինի ու ինքը զավոդ վիճակում այդքան խնամված, այդքան օքեյ լինի, այդքան էլ հաճախ չես կարա գտնես։ Հա, կստացի, խնամքի մասին։ Ես եմ կոնտրապատական, խնամքի հետ կապված, այս մեքենան որ վերցրեցինք, այս դիմացում եք սպիտակ կետեր այսենց, այս ինչից է եղել, այստեղ քարեր է թռած եղել հավանաբար, որովհետև տենց կետ ու այն որ ներկը թռել է տակից ժեշն է եղել, ջուրը եղել, ժանգաբրն է բնականաբար, բայց ինչ որ լուրջ խնդիր չկա։ Դաժե այդ ամեն ինչով արդեն զբաղվել ենք, այդ ամեն ինչը շատ խտել ենք, մինչև փչելը, որ ավտոն տենց գեշ չլինի, որտեղ որ նայում եք ոնց Վինչեստրով կրակածը լինեն վրան, տենց պրոստը տենց ռիժիկներ էր, էլի կետերով։ Հիմա այդտենց գոնե նայում ես սպիտակա այդքան աչքից չի երևում։ Միակ խփած տեղը այս դիմացի շիթն է, որը տենց լուրջ իրենց բան չի ենթադրում ու կստացի այս դաժե այս կոտոշը չի եկել կպե կրիլոին, այսինքն կրիլոին չի վնասել։ Այդ մենակ լավ է։ Հա, կստացի այս ավտոյի դիմացի այս աբլիցովկան էլ է փոխվել, նկարում չեմ հիշում նկարում կա թե չէ, եթե կա ստեղ տեսնում եք, կարճ ասած այն հին զավացքոյ սովորական այն տափակ աբլիցովկայից է եղել։ Այս էլի ինգերս անվեշ տվե։ Մերսի բրո։ Ընկերոջս անունն էլ է Նարեկ, դες ոնց որ միշտ ասում եմ, էլի Նարեկը շատ չի լինում։ Նշեմ, որ այս մեքենայի հետ կապված այն մեջը լիքը բան կա դեռ ավելացնելու, ոնց տեսնում եք, նստատեղերը կլինի, այնտեղ չգիտեմ, աբիֆկեքը կլինի, առհասարակ վերխը պետք է փոխվի, ու շատ բան կա կարճ ասած անելու։ Այդ ամեն ինչը մենք ձեռք ենք բերելու մեր շատ լավ ընկեր ու գործընկեր Prestige Motors-ից, այս ընթացքում կհասնենք իրենց մոտ, կտեսնեք ինչքան հետաքրքիր բաներ ունեն։ Այսա կգնանք մեր մոտ գարաժ, այնտեղ կնկարենք մի հատ այդ 204-ի բառ ասվածը, պատլակոտնիկ ասվածը, որ տեսնեք ինչի մասին է խոսքը, ու այսօր գնալու ենք մեր շատ լավ ընկեր Աշոտի մոտ այս ավտոյի ղեկի հետևից։ Խոսքը այս բառի մասին էր, ոնց հասկանում եք, ցենց բավականին հարմար, տարողունակ ու ինչը շատ կարևոր է, չերի մոտ եմ տենց բան տեսել, իհարկե կա մեքենաներ, որ միացնում են, բայց իմ մոտ անպայման այս կնոպկեքը, ասենք, եւս աշխատելու է։ Ինչպես նաեւ այս բանտաժները արդեն տենց ոնց որ վատ վիճակում վերցրել էինք, շուտ խտել ենք, փչել ենք, բայց մի հատ իդեալական լավ բանտաժ բակրշկային ինձ արդեն խոստացել, բիրելիներով, հենց որ այս երևի թե կվաճառվի։ Բայց էսի արդեն նորմալ շատ խտած, փչած պատված բանտաժ է։ Եկել ենք Հայրիկ Մուրադյան 13 Brotherhood Garage, նույն ինքը դիագնոստիկա կետը, մեր շատ լավ ընկեր Աշոտի մոտ, բնականաբար տենց շատ արդեն ճանաչում եք։ Բրատ։ Կարակ բաժանորդակեվեք Աշոտի դիագնոստիկայի էջին YouTube-յան, որովհետև ընդեղով լիքը հետաքրքիր ինֆորմացիա դուց գալի, պրոստը обзорներ չի, հենց ինֆորմացիա դուց գալի, որը մեր Հայաստանում շատ քիչ կա, եթե դաժե կա։ Ճիշտ ասած ես այդ կանալ չեմ տեսել, բայց այս մարդու էջում լիքը հետաքրքիր ինֆոներ կա։ Ոնց ենք։ Լավ, դու կասեք ապա։ Արա լավ ենք ծավալում եմ, հələ ցույց տու։ Մի կադրի մեջ չենք հայտնել, հա։ Կա, կլինի երևի տենց մի ամիտ, մի կադրում չենք եղել։ Մեր տեսեք ինչ ռուլ ենք վերցնում Աշոտի մոտից, որ դնենք նիրի վրա։ Այս ինչի ռուլ է Աշ։ F30 F30 լիպիստոկներով, full airbag-ով, ճիշտ այնտեղ airbag չենք միացնելու, պետք էլ չի,
Բայց ամեն դեպքում միացկացեք ինչ ղեկ ենք դնելու։ Շատերի մոտ ընդունված է Mercedes-ի դնել, բայց ես BMW եմ ուզում Բայց մենք դնել։ BMW ենք դի։ Այո։ Ես BMW եմ ուզում դնել, իմ ընկերներն է BMW ունեն, BMW են տալի։ Հա։ Դուքով կարող ես մտնես այս գարաժ։ Այո, ահա։ Բաժանորդագրվեք, ստուգելու եմ։ Եկանք հասանք Artemicon 17.1 նույն ինքը Loud Lab-ը, դե մեր վիդեոներից շատ տեսել եք այս հատվածը։ Հեսա մտնենք նես ավտոյից վրա ցույց տամ ինչ վիճակը, ինչ ենք այսօր անելու, վեշերը թույլը ավտոյում մնա։ Դե ոնց տեսնում եք, մեջը հələ որ այս վիճակն է, որովհետև դեռ ոչ մի բան չենք արել, բայց այսօր ծրագրվում է անել հետևյալը։ Այս սաղ քանդվելու է դուրս գա, տակի իր զավացքոյ քեչանա լինելու։ Մեր լրոսից լվանալու ենք, այսինքն սաղ քեչան հանելու ենք, պատալոկը փոկելու ենք, ապակիները հանելու ենք ու սկսենք քեչավաճ, շումկա, վիբրո, ավելի ճիշտ վիբրո, հետո նոր շումկա ու կամաց-կամաց հետ հավաքենք։ Չէ՞։ Կարանք։ Դե Վահագին արդեն շատերը ճանաչում եք, էլ չներկայացնեմ, պրիվետ ընկերս։ Ոնց ենք։ Լավ ենք։ Վահագը մեզ լիքը օգնել է միշտ թե խորհրդով, թե պրոդուկտով եւ թե իր տարածքով, որտեղ ստեղ մենք լիքը վիդեոներ նկարել ենք։ Վահջան ոնց եք։ Լավ ենք, Նարաջան, ամեն ինչ լավ է։ Այդ Ուրախ շատ ենք ելի լավ է։ ձեզ տենալ մեր մոտ։ Ահա, մենք ինչ ուրախ ենք։ Ախպերս, այս անգամ իմ ավտոյի վրա ենք կործանում։ Մի հատ խնդրում եմ ինձ ասա, օրինակ, չգիտեմ, ես պրոստը այն ժամանակ հին, հին ասվածը 16 թվի մասին է խոսքը, այն ժամանակ եթե չեմ սխալվում, ուրիշ ձև էինք քեչավատ անում, սենց ասած, հիմա քեչավատ չի, չէ, հիմա քեչա չի, ուրիշ բան է։ Տեխնոլոգիաները փոխվել են, Նարաջան, այսինքն հիմա հենց այդ քեչա կոչվածը ակտուալ չի արվում։ Անվտանգավոր է, չէ։ Անվտանգավոր է, մեքենային ավելի շատ վնաս է տալի, քան օգուտ, ինքը խոնավություն, փոշի կլանով նյութ է, որը որ Այլ չեմ ասում, այդ մեջով լար անցնի հանկարծ մի բան խոսքի, լարը Սամիկանի լինի, ասենք միանգամից ոնց որ բամբակից ինչ-որ մի բան լինի, որտեղ կարա միանգամից հրավտանգ է այդ ամեն ինչը, կարճ ասած, հիմա ուրիշ ձև է արվում։ Ինձ մի հատ ասա Պոլը, ինչ ենք անելու։ ժամանակակից մատերիալներ կա, որը նախատեսած է հենց մեքենայի մեջ, խոնավության, փոշու եւ այլ պայմաններում աշխատելու, այսինքն պոլի դեպքում արվում է, հստակ կո դեպքում, էլի, այդ կարա վարիացիաներ ունի տարբեր, 4 մմ վիբրոիզոլյացիա, որից հետո 8 մմ-անոց ձայնամեկուսացում։ Բայց էդի եթե չեմ սխալվում, վարիացիաներ կա, չէ՞, այս չի էտա ուտոգմա է։ Մարդկա շատ է ուզում, քիչ է ուզում, էդի կախված է գնից ու տարբեր ունի, որ մեքենան շատ չծանանա, մարդկա ուզում է մաքսիմալ, օրինակ ով ֆիրմայից հետո է նստում նիվերուլի, ուզում է մաքսիմալ, հա, լավ։ Էդի 8-ից շատ է, ալնում, այսինքն 8 մմ-ից։ Չէ, շերտերի քանակն է արդեն տարբերվում 8-ից հաստ, որովհետև չկա այդ։ Հասկացա, օքեյ, այդ պոլը, կողքերը կողքերը Նարաջան արվում է 4 մմ պլյուս 8 մմ, բայց արդեն ուրիշ նյութ է այդ դեպքում աշխատում, այսինքն քո մեքենան մաքսիմալ լավ ձայնամեկուսացում անելու ենք, իհարկե շատ չենք ծանրացնելու։ Նյութերը ընտրելու ենք հենց, որպեսզի շատ չծանրանա։ Այդ շատ թույն է, բայց տանիքն ենք, չէ՞, ինչ-որ բան անելու։ Անպայման, տանիքը արվում է արդեն մի փոքր ավելի բարակ, որպեսզի խնդիրներ չառաջանա հետագայում արևի շոկեր կապված։ Իսկ այն յաչեիկա ասած է, դա տանիքի համար է։ Անպայման պլաստմասի դետալների Այդ յաչեիկան գիտեք որ այն որ ձվի յաչեիկը ոնց է լինում է ինչ որ մեկը տեսել է ռեկորդի ստուդիաներում հայ ձայն սաղ տենց ձայնամեկուսացող մից բաները էդի կարճ ասած այդ յաչեիկեն է հեսա ընթացքում տեսնենք վերևն է նույնն է կներես այսինքն ինքը ձայնը անդրադարձնող կլանող նյութ է որը հիմնական ինչը որ արվում է պլաստմասի դետալների վրա արտաքին ձայները անդրադարձնելու եւ կլանելու մեկ է շատ մի հատ կարևոր բան հա իրականում լիքը մարդ կա ասենց ասում վերջնում է սաղ անում ասում է լավ էդի հեշտ է ես կանեմ բայց շիթոկը դուս է գալու չէ հանելու ենք շիթոկը շիթոկի տակը նույն պոլով ենք շարունակում թե այնտեղ ավելի շատ է պետք այնտեղ ավելի հաստ է արվում որովհետեւ այնտեղից ավելի շատ ձայն ունենք ու ռազդատկի հատվածն էլ էլի արվում է 3-ից 4 տակով ամենահաստ նյութերը որպեսզի այդ նիվի հիմնական խնդիրը ռազդատկի այդ գվոցը կորի Ну, կորին որն է մաքսիմալ քչանա։ Ну, մաքսիմալ քչանա։ Կորելու համար պետք է ցելի հանես ռազդատ։ Ես տեսել եմ ավտոներ, որ ռիչակները հանում ընդհանուր փագում են սենց, ընդհանրապես չեն օգտվում, որ մաքսիմալ ձենը քչանա, բայց ոնց որ տես նիվեն իր բանը մի քիչ կորցնում է իմ կարծիքով։ Հա։ Էս էլ ենք անելու։ Անպայման։ Էս ինչ է, այս կողքերինից։ Ստեղ անում ենք երկու տակ մետաղի վրա եւ պլաստմասի դետալի վրա էլի յաչեկա կոչված է։ Այսինքն սա էլ ենք փոխելու բնականաբար ու ընդհանուր առմամբ այս ավտոն սենց հիմա սենց տեսեք, էլ սենց չի լինելու։ Անցանք գործի։ Անցանք գործի։ Դե ես կաշխատեմ չխանգարեմ։ Բայց չեմ փոստանում։ Խնդում եմ։ Իգործ
Բայց բացի այդ ամեն ինչից տղեկստեղ էս ընդհանուր բացի այդ շումայիզոլացիայից, վիբրոիզոլացիայից համել իրենք պոլերը ունեն հենց մեքենայում ինդիվիդուալ կարվող, ճիշտ եմ, չէ՞ հասկանում։ Օրինակ, հեսա այս ավտոյի վրա ցույց տանք, բայց մի երկու բառով ասա, դա ի՞նչ է, նոր նայենք։ Մեր մասնագետը հենց մեքենայի պոլի ֆորմայով կարում է, հիմնականում դա իհարկե նիվաների համար ենք այդ պրոցեդուրան անում, կարանք ցույց տանք։ Այս նիվայի վրա արդեն ոնց որ կա հավաքած, լխնդրեմ ըս կողմից գնանայի։ Այս հետո չեմ սխալվում, ասում են ящики ստրոճկով էտա, չէ՞։ Հա, ինքը կաշվի կանթերով Որը շատ թույն է, ոնց որ իր համար լինի հենց, շատ ոնց որ հենց Զավադսկոյի իրանը լինի։ Այս ավտոյի վրա շատ բան է արվե։ Այս ավտոն ընդհանուր ձայնամեկուսացումը արվե ու ուստանովկա, ոնց որ ասում են, Կարճ ասած, եթե ուզում եք տեսնեք, թե ընդհանրապես լավ էլ ինչով զբաղվում, ներքև ապիսաններում իրենց էջը կա, հենց որ մտեք նայեք, տեսեք ինչ հետաքրքիր բոմբ մեքենաներ կա։ Նու քաղաքում շատ տեսած կլինեք, որտեղ հետևը հենց բարբեսին գրած է լինում լավ, այդ ավտոները հիմնականում սպասարկված են լինում հենց այդտեղ։ Հենց որ մտեք։ Ասենք որ շատ թույն բան ասեն ստեղ ստացվե, այսի քանդեցինք ու տեսանք որ տակը իդեալական վիճակ կա, ոչ փդած տեղ կա, ոչ ցած կերած տեղ կա, ասում են այս թվի դեպքում սենց շատ քիչ է լինում ու այդ շատ թույն է, ինչ շատ դուր է այդ պահը։ Կարճ ասած, այս ավտոն, որը սկզբում ասում է, իրոք տենց է, իր վրա կարելի է կործանել ու կարելի է փող դնել։ Ես չի հավայի կանգնած եմ, ապակիներն ենք անում, ասեցին լուբոյ պահ կարա անգնի, պահել եմ։ Արխային պահել եմ։ Որ ասի սաղ ես եմ արել, այս ամենացածն էլ ենք հանում ու ոնց հասկացա առանց շուշեք ենք իջնելու ավտոն փչել տալու, դաժե դեմինն ենք անելու։ Ամենասիրած պահն է նման սենց ես մեր հավաքույթների ժամանակ, երբ որ պետք է պաուզա տանք, կոֆեա, ուտելա բանա, ասա գնանք մի երկու բաման վերցնենք, մեկ էլ ինչն եմ շատ սիրում, որ տեխնիկա ենք ունենում, ու արդեն երկար ժամանակը մի երկու տարի է մենք մեր տեխնիկան ունենք սյոմկեքի համար ու կարում ենք որակով բան նկարենք, ի տարբերություն շատ շատերի, որակը շատ կարևոր է, մենակ պրոդուկտ տալը չի։ 5 minutes later. Կոնտենտի որակի մասին խոսալիս, ասեմ, որ մենք ուզում ենք մեր տեխնիկան շատացնենք, ուժեղացնենք ու արդեն ճիշտ է, ունենք նաև դրոն ու այսուհետ մեր վիդեոները ավելի հետաքրքիր ռակուրսներից է կտենակ։ Բայց այդ ամեն ինչ մեկտեղ չենք սահմանափակվում ու էլի մի քանի հատ տեխնիկա մեզ պետք է ու այդ իսկ պատճառով մի հատ հետաքրքիր բան ենք էլի նկատել, որ արդեն ոնց որ տենց մոդա ասեմ, թե ասեմ նորմալիզացվել է այդ ամեն ինչը, գոյություն ունի Patreon, եթե ինչ-որ մեկը մեզ ուզում է օգնի, ռոյմանս գցում։ Օգնի ասվածը որն է, դառնա մեր Patreon-ը ու նպաստի մեր որակի ավելի զարգացմանը, կարաք Patreon-ով միանաք ու դառնանք մեր շատ լավ հովանավորը։ Ու մենք ունենանք էլ ավելի թույն տեխնիկաներ, էլ ավելի որակով կլինի, մեր Արմանն էլ ավելի ուրախ կլինի, ավելի լավ տեխնիկաներով կնկարի, հա։ Լավ բան ասի, լահեն ասում ահա։ Բայց իրականում այդ տեխնիկան քո համար չի։ Հենց լավ տեխնիկա եղավ, քեզ փոխում ենք։ Այս պահին ինձ նենց դուր է գալիս, լուրջ եմ ասում, որ մեր միկրոֆոնները ի տարբերություն պետլիչկի հետ համեմատեմ ու կստացի մի բան էլ ասեմ, շատերի մոտ DJI եմ նկատում մայքերը որ կա, DJI-ը պրոստը այս նույնի կոնկուրենտն է, բայց ես ավելի շատ սրան եմ հակված։ Հա, ինչ էի ասում, իրականում DJI մայքն էլ է շատ լավ է բնականաբար, բայց այն մարդիկ ովքեր ուզում են կոնտենտ անեն, հետաքրքրվում են թե ինչ միկրոֆոնով կարելի է աշխատել, ես ձեզ խորհուրդ եմ տալիս Holylander-ը, որովհետև ինքը գնային բավական DJI-ից ավելի մատչելի է, բայց ես հələ որ տենց բան չեմ գտել, որ ասեմ ինքը DJI-ին այս հարցում զիջում է։ Մենակ մի բանը որ կարա զիջի, այդ այնա, եթե դուք օգտվում եք DJI-ի ուրիշ device-ներից, օրինակի համար չգիտեմ։ Եթե օրինակ pocket-ներից ունեք, որով որ դուք վիդեո եք նկարում, DJI-ը без проблем միանգամից իրան կապնելու, այդ շատ հարմար է, շատ հավես է, բայց այս Holylander-ը, որով որ մենք ենք օգտվում, լուրջ եմ ասում ինքը այն որ մի հատ բոմբ պրոդուկտ է, որովհետև իր գնի համեմատ ինքը շատ որակով ձայն է տալիս։
Այն որ դաժե այն մարդկանց համար ովքեր մի քիչ են հասկանում ավելի շատ այդ թեմայի մեջ են, համարյա պետք չի դաժե звуկի հետ աշխատել, ինքը իդեալական звуկ է տալի։ Ну, եթե իհարկե ձեր օպերատորը մեր Armani պես օպերատոր է ու կարող է ճիշտ գեյնով աշխատի։ Կարճ ասած։ Եթե ուզում եք ավելի լավ կոնտենտ տնակ, ոչ թե ավելի լավ, ավելի որակյալ կոնտենտ։ Դիմեք Armani Nevin-ը կնկարի։ Arman-ը հա կնկարի շատ լավ որակով, դա անխոս, բայց Arman-ը լավ նկարելու համար ուզում է ունենալ լավ կամերա։ Նենց որ բան էլ, վրա հաշվի համար ենք թողում։ Չէ, իրականում հա, եթե ուզում եք ավելի լավ որակյալ կոնտենտ լինի, խոսքը հենց որակի մասին է տեխնիկապես, մեր Patreon-ին միացեք, մենք շատ շնորհակալ կլինենք ու ձեր համար ավելի որակյալ կոնտենտ կտանք։ Ախր ապակիներն է հանեցինք ու ասեմ, որ դաժե ապակիների տակ այս հատվածները ինչը հանում ենք, որ մտածում ենք, թե մարդը 10 թիվը կարող է տակը ցեցել լինի, ժանգ լինի, sense բաներ, մի տեսակ շատ լավ վիճակում ամեն ինչ ու այդ մենակ ուրախացնում է լուրջան ասում, տղեկը ասում է շատ քիչ է դες լինում, որ այս թվի ու ոչ միայն այս թվի էլի պրինցիպի, որ մի վեքը ասենց լավ վիճակում են լինում։ Այդ շատ կայֆ է։ Այսքան բան եմ վերև աղ ջան։ Այսին պարվիսի վրա կարելի է դնել։ Ուր դնեմ ասա։ Կարճ ասած, այսօրվա համար մոտարապես այսքանը, տղեկը դեռ շարունակելու են աշխատանքը, ես գնամ մեր մոտ բոքսեր, որտեղ մենք գործեր ունենք, կհանդիպենք, ինձ թվում է ուժը լիքը բան փոխած կլինենք։ Կհանդիպենք։ The next day. Օր երկրորդն էլ եկել ենք Loud Lab, ավտոյի վրա լիքը բաներ այսօր ծրագրվում անել, իսկ ես հիշեցնեմ, որ Loud Lab-ը գտնվում է Արտեմ Միկոյան 17 դրոպ 1 հացիում, պրիվետ բրո։ Ոնց ասացի, այս արդեն երկրորդ օրն է, այսօր ավտոյի վրա պետք է արդեն սաղ պոլերը դզրտենք, իրականում շատ բան չկա անելու, որտեղ տղեկը նայեցին ասեն, որ համարյա սաղ իդեալական է, ուստի հաստատ իդեալական է, բայց մինչև այդ սաղ գործերը անցնենք, ես մի հատ մոնիտոր էի զակած տվել ու Վահագի հետ եկանք մի հատ շատ թույն եզրահանգման, թե ոնց ենք տեղադրելու, ես ասած ցույց բացատրեմ ու նշեմ, որ նման product խոսքը մոնիտորի մասն է եւ ոչ միայն կարող գտնեք ներքևի նշված էջում, կարճ ասած լադայի հետ կապված ինչքան հետաքրքիր բան մտքներով անցնի, այդ էջում տենալու եք ու կարող ձեռք բերեք շատ մատչելի գներով, իսկ ովքեր են վրան գործանելու, դե բնականաբար ամենապրոֆեսիոնալ մարդիկ, այդ թվում նաև Վահագենք։ Այդ մոնիտորի մասին, ինչի մասին որ խոսում էի, դա սա է, դե բնականաբար ով որ իմ Instagram-ին էլ հետևում է, գիտի ես CarPlay-ը ինչքան է միշտ գովում, այն որ անկեղծ սրա նման հարմար ինչ-որ տենց բան մեքենայի մեջ շատ քիչ կա, այս մագնիտոլան պետք է անպայման իմ ավտոյի մեջ լիներ, ինձ ահավոր դուր է գալիս այս ամեն ինչը, բայց դե ինչու՞ է շատ կարևոր ֆակտորը։ Այս մագնիտոլան առասարակ ինքը տենց իր ձերժածելով դրվող ինչ-որ տեղերով է լինում, բայց Վահագի հետ խոսացինք, Վահագը ավելի բոմբ բան առաջարկեց։ Հիմա ասա ինչ ենք անելու տապրատ ու առասարակ ինչ տարբերակներ կա նաև բացի սրանից, այդ էլ ասա ձեր մոտ։ Տարբերակներ շատ կա, ցանկացած բերեձել կա, ինչ հնարավոր է մարդու մտքով անցնի, մենք անում ենք։ Մենակ նիվի չէ, չէ՞, կստացի։ Մենակ նիվի չէ, ամեն ինչ։ Կոնկրետ օրինակով ասեմ, 14-երի վրա տեսած կլինեք, որ sense սիրուն ինքը մոնիտորով իջնում է, այդ Վահագը դրանից սարքում է, հենց որ եթե պետք լինի անպայման դրա համար է կարող դիմեք, ելի այն էջում կտեսնեք։ Ինչ ենք անում, ասա բրատ։ Այս դեպքում ուզում ենք հիմա այս մոնիտորը այս դիրքով սիրուն բան ստանանք, ինքը մի քիչ աշիկի ստիլով, մի քիչ էլ արդեն չգիտեմ, ինչ-որ ժամանակակից ավտոների սիրուն իրան կձուլենք այս ամեն ինչի հետ, վերջում ցույց կտանք, շատ գեղեցիկ բան ենք ստանում։ Այսինքն այս դետալի հետ է, չէ՞, ինքը լինելու։ Այս դետալի հետ ենք անելու, ինքը լրիվ շարժական, այսինքն համոզվող դետալ է լինում, ոչ մի բան չի խանգարելու։ Ահա։ Իմ կարծիքով շատ տույն է։ Հիմա ասեմ կոնկրետ սա զավոդը նախանձելու է։ Հա, այդ հաստատ։ Ես ասեմ առասարակ ինչ տարբերակներ էս մոդելը ունի, էջում կարակ նկարներով տեսնեք, ինքը ստեղ sense դերժացելով է լինում, այսինքն կարակ այստեղ դնեք, կարակ ստեղ դնեք, ուրիշ մեքենայի վրա կարակ դնեք, ինքը պրիսոսկով լինում, որ միանգամից դիմապակուն կարակ փակցնեք, բայց ես իրականում այնց էի խորացել, որ sense տիկ դնենք, այդ Վահագը տեսավ, ասեց այ ախպեր, հեսա նա ինչ ենք անում, ու այս sense
որոշեցինք ստեղ։ Էլի տարբերակ կա, այս հանենք, այս ամեն ինչը ստեղ այսպես մեջը դնենք, բայց տենց ես չեմ ուզում, որովհետև Վահագի առաջարկածը միանշանակ էլ ավելի թույն է, պլյուս այդ ամեն ինչին ոչ փեջերն են կորցնում, ոչ այս կնոպկերն են կորցնում, ոչ այս ռեգուլյատորներն են կորցնում։ Կարճ ասած, այս ընթացքում էլ կտեսնենք այս ամեն ինչը, իսկ հիմա անցնենք արդեն ավտոյին։ Երկու օր անց այս ընթացքում ես ստեղ չեմ եղել, տղեկը լիքը բան են հասցրել անեն ու ասեմ այդ կորում ինչ որ շատ բաներից փոփոխություններից ավտոից բացի այդ այնա որ ես հիվանդացել եմ, ձենս մի քիչ հիմա ինչի կներեք, բայց ավտոյի հետ կապված նայեք ինչքան հետաքրքիր լիքը բանա փոխվել արի մեջը։ Նշեմ, որ այն ինչ որ ծրագրված էր անել Outlab-ում դեռ վերջացրած չի, ես եկել եմ ավտոն տանեմ, որովհետև պետքա փչողի մոտ տանենք, այնտեղ օր եմ խոսացել, կարճ ասած տղեկին խնդրել եմ ստեղ մի պահ պաուզա տան, գնանք ավտոն փչենք, էլի բերեմ։ Հիմա ստեղ արդեն տղեկը հասցրել է անել բոլը, այստեղ սա վիբրոյա, պատալոկը վիբրո ու շումայիզոլյացիա է արած, այս արկեքով վիբրոյա, դռներով վիբրոյա, ու ընդհանուր առմամբ մեքենան ցենց լրիվ պատրաստած է արդեն որ մի հատ է շում կային անելու ու հետ ենք հավաքելու, կարճ ասած Վահջան շատ մերսի, կներեք որ տանում եմ ավտոն, բայց էլի բերելու եմ։ Հիմա հեսա նստատեղներ ենք հետ դնում, ստեղ բենզապակն ենք հետ դնում, որ կարողանանք հասնենք, ես կնստեմ ստեղ, օպերատորը ստե միտը կպարկի։ Նշեմ, որ դեռ ապակիները դրված չի ու սենց առանց ապակի ենք գնալու, այսինքն կարող է մյուս սյոմքի ժամանակ ավելի հիվանդանամ, բայց նշեմ, որ արդեն նաև ունենք 221-ի հայլիները, չէ, Wildberries-ին 20,000 դրամանոցներից չի, օրիգինալն է, էլեկտրականն է ամեն ինչով, սա եւս տեղադրվելու է, բայց այս սերիայում չի լինելու։ Հեսա հետ դնենք նստատեղը ու բենզապակը ու արդեն շարժվենք դեպի փչման բոքսը, ու չգիտեմ, տենց ասում են փչման բոքս։ Փչելու տեղը լավ կարճ ասած, բայց ընթացքից Արմանը խոստացել է, որ սիրուն կադրեր կհավաքի դրոնով, իսկ եթե դուք եք ուզում նմանատիպ նկարահանումներ ունենաք ձեր լոգերի համար, ձեր վիդեոների համար, ուրախացավ։ Արմանի տվյալները եւս ներքևը նշված է, Արմանը ամեն ինչ ունի տեխնիկայի հետ կապված, հենց որ կարաք կապվեք, հարմար գներով դուք այս սյոմկաներ անեք, բայց շատ ռեզերվ չանեք, որ մեր մոտ է հասցնի գա։ Հիմա գնում ենք բենզինի հետևից, որովհետև բենզապակը որ հանել էր, մեջը շատ բենզին չկար իրականում, բենզին դատարկվել է, հիմա գնում ենք բենզին բերենք լցնենք, որ ճանապարհին չմնանք, որովհետև այս վիճակում որ քշենք հիմա գնանք, բաբշե չեմ ուզում ոչ միտեղ կանգնենք ու ուզում եմ միանգամից գնանք հասնենք, որ գնում ենք, ոնց որ հեսա մի հատ ֆուլ չէ, բավարար չափ բենզին կլցնենք ու արդեն ճամփա կգնանք։ Վայից մի հատ հարց չեմ հիշում, դրա մասին խոսացել ենք թե չէ, ավտոյի վրա ինչ դինամիկներ ենք տեղադրելու, ես նշեմ, որ ես չեմ ուզել տենց վաու ինչ որ տենց դկЦկ բաներ, ավտոյի վրա տեղադրելու ենք միջին կատեգորիայից երևի գին որակ ամենահաջող դինամիկներից մեկը Audionova ֆիրմայի, ինքը բյուջետային լավ հարմար էժան տարբերակ է, որը լավ արդարացնում է իրան սենց սիստեմաների մեջ։ Իսկ այս օրով մենք հիմա 24 թվականի մարտ ամիսն ենք, այսօր ինչքան է այդ դինամիկը վաճառքի։ Դինամիկի զույգը 22,000 դրամ է, շատ հարմար գինար է։ Մաչելի, հա, հարմար տարբերակ։ Ես просто գիտեմ ինչ դինամիկի մասն է խոսքը, ինքը շատ նորմալ սաունդա ճիշտն ասած, եթե դուք չեք ուզում որ ինչ-որ կոնցերտ լի տենց բան, հեսա իդեալական տարբերակ է, իսկ ես արդեն ճիշտն ասած չեմ ուզում տենց բամ վիճակ, ուզում եմ մաքուր զվուկ ու էս ենք տեղադրելու։ Իջնենք, հա։ Ինչա։ Լավ է տեղավորվեցինք։ Ինգեր մասիվի բենզինը մի քիչ ուրիշ է, էլի։ Ցավատանը, մեր որ ժամային գոտիները տարբեր է։ Էսի լցնելուց օդի հետ որ կպնում է, փոխվում է ստրուկտուրան իր։ Հա, բարձր լեռնային բենզին է, որպեսզի ստե նորմալ աշխատի մեքենաները, էլի։ Այն մարդկանց համար որ չեն հասկանում խենք ստեղից լցնում, ստեղից sense գարլավինա է լինում, որ բարձրանում այն կողմից դուրս է գալիս։ Հիմա դա վրան չի, որովհետև կարճ ասած, երբ որ ավտոս քանդած էր, ընկերոջս ավտոին էր, դա պետք է դետալը դրեցինք այնտեղ, ստեղ պետքա նորը դնենք հետո։ Դրա համար sense ենք դնում։ Բայց անվտանգության նկատառումներից ելնելով, այս կռշկան, որ քայ որ հիմա չկա կռշկա, տոպրակով էս ասած սկոչով կփաթաթենք, որ հանկարծ բենզին դուրս չգա մեջից, որ անվտանգ գնանք էլի։ Կոնկրետ Outlab գալուց իսկ ես հիշեցնեմ, որ Outlab-ը գտնվում է Արտեմ Միկոյան 17/1 հասցեում, հենց սերվիզին ցենց զուգահեռ իրանք ունեն իրան շոփը, որտեղ կա սաունդի հետ կապված ամեն ինչ, ինչ մտքներով անցնի, ստեղ կա ու հենց ստեղ էլ տեղադրում են այդ ամեն ինչը։
Ես հիմա ցույց տամ, էսի ցենց լաուդի հետ կապված, բայց այնտեղ ցենց արկյոնում դրած է իմ մեքենայի նստատեղերը, հենց զգացեք ինչ ենք տեղադրելու իր մեջ։ Սա կոնկրետ BMW 46 կուզովի կուպեի էլեկտրական նստատեղեր է, իդեալական աշխատող, արդեն կաշին փոխել ենք ու ասեմ, որ էլեկտրականությունը եւս աշխատում է ու Նիվայի վրա էլ է աշխատելու, կարճ ասած, այս այն նստատեղերն է, որ իմ կարծիքով դա կարող է իմ սուբյեկտիվ կարծիքն է, բայց ամենահարմար տարբերակն է ինձ թվում է Նիվի մեջ լինելու։ Հիմա լիքը մարդ կասի հաստատ Kia Forte կուպեինն էլ է շատ հարմար, հա կարող է շատ հարմար է, բայց իմ համար այս նստատեղերը իր այս լինի այս հատվածով, որ ինքը այսպես մի առանձին դետալ է, լինի այս փքվածությունները ու առհասարակ իր էլեկտրական մեխանիզմի աշխատանքի ձևը, իմ կարծիքով սա ամենաստատված կուպեի նստատեղերից մեկն է։ Իմ կարծիքով ովքեր որ այս նստատեղերից մանանեկ է հասկացան ինչքան դժվար է իրան գտնելը, ես կարծում եմ, որ շատ թույն է, որ մենք կարողացել ենք այս իդելիկներից գտնել այսքան լավ վիճակում ու սաղ աշխատող, սաղ սարքին վիճակում։ Ես այս նստատեղներից մի անգամ տեսել եմ Նիվի մեջ ու հավատացեք ինքը բոմբա է այնտեղ լինելու, կարճ ասած չեմ համբերում երբ այս նստատեղեր լինելու ավտոյի մեջ, բայց հիմա չենք տեղադրի, որտեղ տանում ենք փչելու, այնտեղ հանգարց չվնասենք, ճանապարհին չվնասենք, կարճ ասած կրնենք իր հին Մերսի, իր հին նստատեղը։ Պրիբորը կոնկրետ ես չգիտեի, ճիշտն ասած, բարձրում է տենց բան կա, պրիբորը հետ ենք դնում, պրիբորով գնանք, որտեղ եթե պրիբորը չտնես, դինամոն չի աշխատի ու հոսանք չի աշխատի։ Կարոջի հոսանքը չի ֆռա ու ակումուլյատորը կնստի, ավտոխոտ չի ընկնի ու տեղ չենք հասել։ Դրա համար պրիբորկեն անպայման միացվում է, իսկ դեռ շքամը շիտոկը չկա, ձգելու տեղ չկա, հիմա մի ձև տես ձգում ենք, որ ինքը ստեղ լինի, իր ֆունկցիան կատարի, որ կարողանանք տեղ հասնենք։ Թե չէ տենց երևի 5-րդ մասիվի կողմերը արդեն կանգնելու ենք։ կոնկրետ մրսում եմ։ Ցուրտ է, աղվոր ցուրտ է, եկեք բարենք։ Ու էս ինչ քամի է։ Պլյուս այդ ամեն ինչին, որ ես հիմա մի քիչ հիվանդ եմ։ Ահա որ ցուրտ է։ Ասեմ, ափսոս կնոպկեքը վրան չի կարողանայի գոնե փեջ միացնեի, որտեվ ահա որ ցուրտ է։ Իսկ որ արևին դուս եկած լնեինք, շանս կար, որ շատ չէինք մրսի։ Ասեմ, որ իրականում այս ամեն ինչը անվտանգ է, որովհետև հիմա ստեղ լարերը, որտեղ մենք սենց դուրս է, սաղ փակ է, բայց ամեն դեպքում լաուտ լաբից այս սրանից է վերցրեցինք, որ մարդես, եթե հանկարծ ինչ-որտեղ կայից լիներ, ինչ-որտեղ ինչ-որ բան ուզենար վտանգի նշույլ ցույց տար, բռած հանգցնենք, բայց հուսով եմ կարիքը ընդհանրապես չի լինի։ Ես անկեղծ չէի սպասում, որ այսքան ցուրտ է լինելու։ Ու սպասում էի, որ ցուրտ է լինելու, բայց այսքան թարս է։ Դուրսը հիմա 6 աստիճան է։ Պլյուս եթե հաշվի առնենք, որ 6 աստիճանից բացի մենք քշում ենք այդ քամին ավելի է ուժեղացնում ամեն ինչ։ Օպ, բռնվի, Արման, բռնվի։ Չգիտեմ ոնց բռնվեցի ապեր ոտով։ Թե ես ասեցի գոնե։ Հա, դու գոնե ասի, լավ արիշ։ Հենց մտնես զեյթուն, Տականալու է։ ռեսկի է տականալու, ոչ թե տականալու, ռեսկի սենց եղանակը փոխվում է։ Արա ուրա մտնեմ զեյթուն։
Արա էս ինչ ջուր էր։ Արա էս ինչ ջուր էր։ Դե փակեցը մոպեդով ինչ բանալիշել է բրատ առանց կասկա։ Արա չոտքի արա։ Շոգիր մոպեդով ոնց են քշում։ Այդտեղ կողքը մոյկա էր աշխատում, մենք կոնկրետ զգացինք, որ կողքը մոյկա է աշխատում։ Այդ մանր ցող եկավ ջրի։ Արա անձրև է գալի։ Արա շուտ, քաշի բոքս։ Արա աչքերից է գալի, արա։ Կազիրոկը իջցա ներքե։ Ապա դե դանդաղ գնա, արա համասում ես անձրևը գալի մաքսիմալ արա Ոց, սելավի տակ կմնալ քեզ, արա, ասում է դանդաղ գնա։ Արա էս ինչ ցուրտ է։ Ձյունադունայրան վերջի Իջնում է, ձյունադունայրան վերջի իջնում է։ Արա չեմ կարող շոտ չեմ կամուց։ Արա կամուց չեմ կարող շոտ չեմ արման։ Արա էս ինչ անձրև է, ուժեղ անձրև ապե, վիդեոն չգիտեմ երևում է թե չէ։ Սա օբյեկտիվը սկաթինել է։ Բայց համ աչքերը սա փակվում ուժը։ Արա վիդեոն ինչ է երևում, որ է երևում, որ է սա։ Անջան բաց բոքսը էլի։ Բոքսը բաց։ Давай։ Մի կերպ եկանք հասանք տեղ ընթացքում դաժե անձրև եկավ ու նայել էինք այսօր ոնց որ նորմալ եղանակ էր, բայց ոնց որ միշտ վատ բան պետք է լինի, անձրևը եկավ, իմ ձենը ինձ թվում է ավելի ավատացա, ես ավելի երևի հիվանդացա, բայց գոնե եկանք տեղ հասանք, ավտոն թողում ենք, ընթացքում կգանք կադրեր կանենք։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, ուսում եմ հավանեցիք, նենց որ անպայման բաժանորդագրվում եք ալիքին, սխում եք զանգակի կոճակը, լայք եք դնում, ներքևը կոմենտում գրում եք ընդհանրապես նիվի հետ կապված։ Էլ ինչ եք ուզում տեսնեք, իսկ մենք կհանդիպենք։ Միակ հույսս ու միակ տարբերակը, որ կարող է ավտոյի դռները կարողանամ բացեմ, այդ ես ավտոյի վրա բան եմ տեղադրած, որ հեռախոսով կարող եմ զանգեմ խոտտամ ու կարող եմ հեռախոսով դռներն է բացեմ։ Բայց ակումուլյատորը այս բան լավ վիճակում չի, կարողա չլինի։ Մոյկեն է փակա, բանալին է մոյկումա։ Եթե բացին էլ լավ կլինի։ Կարող է ավտոն խոտտամ նոր բացի։ Ոնց ես խոտ տալու։ Զանգով, բացի խոտտամը։ Զանգի հետ թող խոտ տրվեցվի։ Որ խոտտաս կարող է բացի։ Կարող է, գիտես, մի անգամ նախորդ անգամը ոնց որ տենց է յարը։ Անհասանելի է ավտոտ։ Հələ բացի։ Այո, Խոտ ընկավ ավտոն։ նոր հայսի։ Հրաշք է, հրաշք։ Մնում է բացի լուրջ եմ ասում։ Ամենախնդալուն գիտես որն է։ Որ եթե չբացի, բաբշե հիմա չգիտեմ, պետք է խոտ տված թողեմ։ Չեմ կարող անջոտեմ։ Լուրջ ես ասում։ Ֆրանսիան անգամ բացել է, ես հենց։ Հələ արի հերու կայնենք։ Կարող է դիք փրկի։ Չէ, սա ավելի վատ եղավ իրականում։ Հիմա նայ ոչ է կանալով հանգցնեմ։ Ճշման ապառը չունես։ Չէ, ասա չեմ տնի տենց բան ես։ Արա ապակի ակոնն բեզրամշնի է։ Բաց։ Օ, բոցվով։ Բոցվով։ Այո։ Սորա կայֆ։ Գիտություն է։ Չլուծվա խնդիրներ չկա։ Արա այս տեխնիկայի համար, վայ։ Զգացիր ինչ անսպասելի էր։ Արա այդքան չբացեց ու վերջում բացեց։ Կարճ ասած։ Էս էլ լավ ստացվեց, օբյեկտիվը դե շատ կեղտոտ է, ահա որ կեղտոտ է։ Էս էլ մեր ավտոլվացման կետը, էս այն G90-ը, որը վաճառվում է։ Խնդրեմ։ Instagram-ով մարդիկ գրել էին, որ վլոգեր են ուզում լինի կանալում։ Իրականում որ վլոգեր սկսենք նկարել, այս են անհավանական բաներ այնքան շատ է լինում, որվա ընթացքում չեք պատկերացնի։ Հրա Արման, Ասա դու կա։ բախտ ունես։ Ասա կա։ Դա նասոսն է թե պերեմիշկին։ Նասոսն է։ Ասեմ, որ պետք է հələ որ գնանք Արմանի մոպեդն է խելքի բերենք։ Նասոսը կա, մնաց պերեմիշկեն։ Ու նաև նշեմ, որ մեր հայ գարաժ շոփում մենք ունենք շատ մեծ տեսականի LED-երի, աուդիո համակարգերի, աքսեսուարների, լույսերի, ընդհանուրեն ambience լույսերը, որ հիմա շատ մոդայի կա, բավականին մատչելի է ամեն ինչը մենք համ բերում, համ տեղադրում ենք։ Ու մատչելիության համար կարաք ուրիշ տեղեր նայեք ու մեր հայ գարաժի ցանկացած էջին գրեք, գնի հետ կապված դինը հենց իմանաք կզգաք ինչքան մատչելի է։ Հենց որ ստեղ էլ համեցեք։ Հա ու ասեմ, որ մենք ունենք նաև դիագնոստիկա, օբիդի փուճուր բաներով չէ, նորմալ դիագնոստիկա ունենք ու լիքը մեքենաների վրա, Mercedes, BMW, դա չգիտեմ ուրիշ ցանկացած բաների վրա, լիքը գաղտնի ֆունկցիաների ակտիվացում, բան, լիքը բաներ մենք անում ենք, մենք որն է Ռաֆոնը անում, հենց որ համեցեք, Ռաֆոին հարցրեք, սա կասի։ Ես միշտ ասում եմ, որ Արմանն էլ է մարդ ու ունի իր սեփական կարծիքը, ու այսօր ոնց որ նաև հաշվի առանք, որ Արմանն էլ է մարդ, ու կարանք մի հատ իր ավտոն օգնենք, այս դե իր ավտոն ավտո չի մոպեդ է։ 2 րոպե համբերի։
Ես իրականում ուրիշ բերեմիշկա էլ ունեմ այն ջամփերները, ու մեր մոտ մենք վաճառքեր ունենք car shop-ում, պրոստը այսօր մոտս չի, ընկերոջս մոտ է։ Դրա համար մի քիչ ավելի բարդ ինձ պետք է բերեմիշկա էս լարերով անենք։ Դա շատ հարմար տեխնիկա կա, ջամփեր է կոչվում։ Ինձ փոճուր power bank է իրենց ընդհանրում։ Պրոստը միացնում ես մեքենային ու խոտ ես տալիս։ Ափսոս մոտներս չի այսօր։ Արման ականջատ բռնեմ սրանով։ Իարա։ Ինձ կա դու բենզինը խփելա։ Ուզում ես մատարի դու պայի կլա մեկը։ Կարող է սեկրետ ունես։ Չէ, կարող բենզիննա քչություն անում։ Քեզ ո՞վ է լիտր բենզին ծախի արա։ Ասին մոտո ես խոտալ ես։ Այ հիմա այսօրվա համար այսքանը կհանդիպենք։ Դուք Ողջույն բոլորին, դուք գտնվում եք Հայ Գարաժ ալիքում, դες ես եմ Նարեկը, այսօր շատ սպասված, իրականում թե ձեր, թե իմ համար շատ սպասված Նիվայի էպիզոդ 3-ն է, այսօր լիքը բան է ծրագրված։ Հիմա ցած երկու բառով ասեմ, թե ինչը արդեն արվել էս մեքենայի վրա, Loud Lab-ից ստեղ գալուց հետո։ Ու լիքը բաներ մանրամասներն եք արագ նայեք վլոգի տեսքով։ Մի շաբաթ առաջ մոտավորապես մենք վլոգ էինք տեղադրել, վլոգ էպիզոդ 7-րդն է, այնտեղ եւս Նիվայի հետ կապված մի քանի կատար կա ու այսօր այդ վլոգերում լիքը այդտենց էքսկլյուզիվ կոնտենտ է լինելու։ Ավտոն բերել էինք ստեղ, այս ընթացքը սա ցույց չենք տվել, որովհետեւ ինքը այդքան էլ շատ հետաքրքիր չի։ Շուշաթղթել, գրունտել, պատրաստել, փչելու, նա այդ ամեն ինչն է ստեղ տեղի ունեցել, որը իրականում շատ երկար է միշտ տևում ու այդքան շատ հետաքրքիր չի, դրա համար տեղից կադրեր շատ չկա էպիզոդի մեջ, բայց կա վլոգի մեջ։ Սա մեքենան ստեղից վերցնում ենք, տանենք արդեն սուշիլկա, իսկ մենք փչելու ենք այո սուշիլկայում, որ իդեալական լինի, ասեմ ամենակարևոր բաներից։ Այս 4x4-ը իդեալական հանվել է, ուրիշ Նիվայի վրից ոնց որ ասած մատրիցայով իր ապրազետը վերցվել է, այստեղ նույն ձև հավաքվել է, որ հանկարծ տարբերություն չլինի, ու ասեմ, որ ինձ շատ դուր է գալիս, շատ իդեալական է եղել։ Նաև փակել ենք այստեղի այս այդ ասած պզիկը, որ բարբրիսը ջուրը պզացնում, այստենց հանել ենք, որտեվ ինձ դուր չի գալիս ինքը ու իրականում Նիվաների մեջ հենց հիմնականում այդտեղից է լինում, հա, որ այսպես շլանգը ստեղով գալիս է ստեղ, ինչ որտեղ եթե հանկարծ շլանգը փչացած է լինում, ու փչացած ասվածը որն է վնասված կամ ստեղ ինչ որ բան նիտո է լինում, ստեղից ջուրը կաթում, այստենց բաներ հաճախ է լինում, ստեղ սկսում է ժանգոտել, այսպես անկյունները սկսում է ժանգոտել, դա եւս վերացրել ենք, ոչ միայն նրա համար որ հանկարծ չժանգոտի, կարելի է իհարկե դա միջը վերահսկել շլանգը, տենց չգիտեմ, երբեմն նայել, որ հանկարծ չկաթա, բայց ամեն դեպքում ինձ ինքը դուր չէր գալիս, իրան հանել ենք ընդհանրապես, դե բնականաբար փակել ենք, զամասկել ենք, ընդհանուր առմամբ մեքենան սաղ կողմերից իդեալական վիճակում է, որ դուք պատկերացնեք, փակել է արդեն լավ։ Այսինքն մեջի սաղ արկեքով, այդ ինտեղ փչելու տեղը կտեսնենք։ Այսինքն սաղ մեջի արկեքով նույն ձև դռները, սաղ մեջից էլ է փչվել, որ հանկարծ եթե, չգիտեմ, նայում ես ներկը շատ թարմա, դուռը բացում ես, դեռ մեզ արկեն հին ներկն է, այդ փայլը չկա, տենց բաներ չլինի, կարճ ասած նրա համար որ ավտոն էլ ավելի իդեալական լինի։ Ես շատ ուրախ եմ, որ բերեցինք արհեստավորի ու բարձվեց, որ տանիքի հետ կապված գրեթե ոչ մի խնդիր չկա, այսինքն դաժան մի քիչ փոսիկ է, սենց չկա, սենց ընդհանուր թեթև պրոստը շատ խտվել է, որ նոր փչվի, թե չէ ընդհանուր առմամբ ոչ մի բան այնտեղ չկա, շատ իդեալական վիճակում է։ Շատ երկար չխոսանք, որտեվ արդեն 10:20 է, իսկ մենք այսօր զարթնել էինք 9-ից, այդ սկզբի հատվածները կտեսնեք վլոգում, վլոգ համար 7-ում, նենց որ գնանք հասնենք Սուշիլկա, ընդհանուր շասանթացքում էլի Արմանը դրոնով կադրեր կխզարի։ Ստացի ասեմ, մեզ նկարում է մեր օպերատոր Արմանը, իր էջը եւս ներքևը կտեսնեք Instagram-ի, եթե ինչ-որ հարցերով ուզում եք ձեր կոնտենտն էլ ավելի հետաքրքիր ստացվի, ինքը նաեւ մոնտաժ է անում, մտեք Instagram, իր կոնտենտին ծանոթացեք ու այնտեղ իր ինֆորմացիան կա, կկապվեք իր հետ։ Գնանք։ Ship it, dog. Ain't got time for that shit. Let's go, Turn it up, read in the cut, yo, They don't be calling me terror for nothing. I'm always up to something. I'm up in lines in a photo, slumping, dunking on punks who try to throw me off, try to show me off, acting like Կապս ավտոփչել ենք, արդեն հետ ենք վերել մեր մոտ է։ Հեսա էվակուատորը բերում ենք, էվակուատորով տանենք Loud Lab։ Ճիշտ է քշելով է կարող տանեմ, բայց քշելով չեմ ուզում ճիշտն ասած։ Ուզում էվակուատորով տանեմ, որ գիտեմ հիմա քշելու համար պետք է հայլիները դնել, ստոպերը դնել, ֆարերը դնել, ոչ մի բան ձեռ չենք տա, սենց կտանենք կհասցնենք Loud Lab ու տղեկը կսկսեն աշխատանքը իմ կարծիքով այսօր լիքը բան հասցնելու ենք անել։ like sap from a tree. You think you clever on a mic, bitch? Say no more. My shit is boss when I'm spitting it. Say no more. Throw your hands, I'll throw mine. Հաճախ են ասում, որ այս կապոտի զազոր կամ բան Ժորժան, այս զազորները հələ որ նախ հիմա կապոտը փակ չի ասում, երկրորդը զազորները դզած չի։ Ես շատ գոհ եմ փչացից, այս մասը էլ չեմ ասում ինչքան թույն է եղել, շատ իմ սրտով է, որտեղ ես շատ եմ ասում, լինում են ավտոներ, որ տանում ցելի ավտոն փչում են,
էս էլ են ձեռ տալի, բայց այն ուղիղ են անում կամ այս ուզորը սխալ են անում։ Կոնկրետ այս ավտոյի ուզորը ստանալու համար 3 թե 4 հատ նիվա ենք տարբեր տեղ փորձ է համեմատել, համ սարքած, համ զավացկոյ, համ ուրբան, ու փորձել ենք ամենամոտիկը ստանանք, իր վրայից ֆորմա ենք վերցրել օրիգինալի վրայից, ու ստեղ նույնը փորձել ենք ստանանք, իմ կարծիքով ստացվել է շատ թույն է, ես շատ գոհ եմ։ Իսկ ես հիշեցնեմ, որ մենք գտնվում ենք Անաստաս Միքոյան 403-ում, հետևում տեսնում եք մեր հայ գարաժ քարվոշը, կողքը քարշոպը, հենց որ եթե ձեր մեքենայի հետ կապված ինչ-որ խնդիրներ ունեք, էլեկտրական կլինի, այնտեղ չգիտեմ, սաունդ եք ուզում կամ լույս եք ուզում, կամ ինչ-որ աշիպ քեքաշիտի վերաբերում որ չեք տիրապետում ինչա, համեցեք Անաստաս Միքոյան 403 հայ գարաժ։ Միացկացեք ոնց է փակվում։ Թեթև Пока. Yo, medulla oblongata, underground warlord jumping out the chopper. I never stop her. It only takes one. Հենա, ավտոն վարձեցինք արդեն, ընկավ ճանապարհ, մենք էլ մեր ավտոյով գնանք իր հետևից։ Yo, medulla oblongata, underground warlord jumping out the chopper. Եկանք հասանք Loud Lab, հիշեցնեմ, որ Loud Lab-ը գտնվում է Արտեմ Միքոյան 17-րդ հասցեում։ Հեսա գնանք մեքենայի մոտ, տղեկը արդեն հասցրել են լիքը բանանան, որովհետև մոտարապես տես մի 2 ժամ մենք ուշացանք, արդեն լիքը բան են վրան արել, հեսա ցույց տամ Վահագային մոնիտորի հատվածը ոնց է խզար է, այն որ իմ սպասածից երևի մի 20 անգամ ավելի լավ է ստացվել։ Այն մարդիկ ովքեր որ ասում էին, «Այդքան էլ լավ չի, Android պլանշետ դի», ինձ ասած պրոստը պլանշետն է դնում իր ասած կորպուսով կամ չգիտեմ ինչ-որ ящики նման հիշացնում ինչ-որ բանա։ Այդ են սա ասում են դրանից դի, ես կոնկրետ այն ինչ-որ ուզում եի այդ որոշեցի դնեմ, Վահագն էլ իր կողմից իր թույն միտքը տվեց ու անենց է ռեալիզացրել, ես ասած կտամ կհասկանաք ինչի մասն է խոսքը։ Այսպես թույն է, սա գնանք ավտոմը ցախ ցույց տամ։ Զգացեք Վահագը ինչ իդեալական սարքել է։ Իհարկե այստեղ վերջնական չի, սա զամասկվելու է, շուշաթթվելու է, որ ավելի գլատ կլինի ամեն ինչը, զազորները, բայց ընդհանուր առմամբ շատ բոմբ բան է ստացել մի կտորով, զգացեք ինչքան սիրուն է ինքը լինել։ Սկսենք հենց ամենասկզբից թե տեղեքի ինչ են արել, դե բնականաբար սա ավտոն քանդվել է ու սկսել է արվել շումա ու վիբրոիզոլյացիա, ճիշտ եմ ասում։ Զգացեք։ Կարճ ասած պատկերացրեցիք, ես շատ գոհ եմ, մի րոպե պետք է դնեմ։ Այդ ամեն ինչը արվել է ու բնականաբար մեքենան դարել է էլ ավելի կոմֆորտնի, որովհետև երբ որ դու իրան քշում ես ու ինքը ընդհանրապես շատ ձիգ է։ Ну, համեմատաբար լիքը արդեն շումերը մեջից պակասած է լինում։ Այդ ամեն ինչը քեզ ավելի հաճելի է սարքում մեքենան վարել, ու իմ կարծիքով այդ գործը պետք է անի այդ գործի մասնագետը, իսկ տեղեկը հենց այդ մասնագետներն են նաև։ Չնայած որ իրանք զբաղվում են սաունդով, իրանք մոտ բնականաբար նաև կա նման ծառայություն, հենց որ եթե ինչ-որ մեկին հետաքրքրեց, թե ինչի մասն է խոսքը, պատկասկով կարաք մտնեք նայեք այդ էպիզոդը, որտեղ եք արել մեքենայի հետ կապված վիբրոիզոլյացիան ու շոմաիզոլյացիան։ Կոնկրետ այս մեքենայի հետ կապված Վահագի հետ զրուցելուց այն ամենասկզբի էպիզոդներում ես դեռ արդեն քննարկել էի ու ասել էի, որ այստեղ շատ ուժեղ սաունդ չեմ ուզում, որովհետև տղաների սաունդի հետ չափը անսահման է, ինչքան մտքնով տանցնի, այդքան ավելի հզոր բան կարան ստանան։ Ես կոնկրետ ուզել էի այնց սաունդ, որ իմ համար հաճելի լինի, ոչ թե դրսից պետք է լսեն, այլ ես պետք է լսեմ։ Դրա համար դրել ենք Audio Nova-ի 16 չափսի դինամիկներ այստեղ ու դրել ենք Audio Nova-ի բուֆեր, որը որ ոչ շատ մեծ է, ոչ շատ փոքր է, իդեալական է իմ կարծիքով, այն որ բագաժնիկը ասած շարժում է, տենց չի։ Մեքենայի սալոնի մասին, դե արդեն հասկացաք, որ նստատեղերն էլ փոխված, դրել ենք BMW E46 կուպեի M էլեկտրական սիզերնիկներ ու նաև հիշողությունով է այս մյուս կողմինը։ Այս ամեն ինչն է փոխվել, հետևի նստատեղը իր զավացկոյի նիվանա, որը պրոստը կոժնավարայի փոխվել, կոնկրետ տղեկը ստեղ թե շում բան սա հասկացաք, այս ամեն ինչը դուրս է եկել իդեալական այսինքն ստակով սա հավաքվել է ու շատ ինձ դուր է գալիս։ Տղեկը համը փոխել են պատալոկը ու ընդհանուր սաղ այս մեջի պլաստմասեղենը սաղ փոխվել է։ Միած շատ կարևոր sense ուշադրություն եմ ուզում դարձնենք այս մոնիտորի վրա։ Այս մոնիտորը որ վերցրել էի, մտածում էի sense ստեղ ենք երևի դնելու կամ ինչ որ վիզով հարմարացնելու ենք, բայց Վահագը առաջարկեց այս կոնցեպտը, շատ իդեալական է ստացվել, ինձ ահա որ շատ է դուր գալիս։ Ով ինձ տեսել է ընդհանրապես մեքենայի հետ կապված, ես ինչքան շատ եմ CarPlay մասին խոսում, այս ավտոյի մեջ չէր կարա CarPlay չլիներ ու այս տարբերակով, որ հիմա sense ունենք ստեղ CarPlay-ը, այս են որ մի հատ sense wow բան է իմ համար, որովհետև շատ իդեալական է ստացվել մի կտորով այս դետալի հետ է ինքը։ Շատ հարմար է Վահագը սա սարքել, ոչ մի ինչ-որ տենց բարդ բան չկա, իրան ինչ-որ հանելու կամ չգիտեմ ինչ-որ բան իր հետ փոփոխելու հետ կապված, որովհետև ոչ թե որ պրոստը տուպը սենց ձգած է վրան, այլ Վահագը նենց է սարքել, որ ես սենց իդեալական դուրս գա, նույնպես էլի հետ փակվի։ Ու մի հատ շատ կարևոր բան, իմ մոտ էլեկտրական ռուչնիկ է դրած, երկար բարակ չասենք ոնց է դրած, ուղղակի երկու բառով ասենք շատ շնորհակալություն իմ շատ լավ ընկեր Նարեկին, ու մենակ այս ռուչնիկի հետ կապված չէ։ Իր Instagram-ը ներքևը նույնպես տեսնում եք, մտեք follow եղեք, Լադայի հետ կապված մտքներով ինչ անցնի, կարաք ճշտեք, դիմեք ու մոտենաք։ Այս էլեկտրական ռուչնիկն է Նարեկը ավելացրել, այստեղ իր 221 կուզով S կլասի
պարկինգի կնոպկայով, ինչպես նաև մի հատ շատ թույն բան եմ ուզում ձեզ ցույց տամ, չգիտեմ ինչ-որ մեկի մոտ տեսել եք թե չէ, այս նարեկը տենց պրոստը տենց հավեսի համար սարքել է ու շատ թույն է ստացվել։ Այստեղ դե գիտենք, այս իրա փեջերն է, այս կոմը դեպի տակ, այս կոմը դեպի սառը։ Այստեղ այս նուպագադի մեջի Volk-ն է, շորերով, Adidas-ի։ Այստեղ ինքը շորտիկով է, որ այս կոմը ցուրտ է դրա համար, այլ ցուրտ է սառն է, էլի։ Այս պլաֆոնը եւս Priora-ի է, այս ելի նարեկն է տեղադրել։ Երբ որ այս լույսը ստեղ ընդհանրապես չի լինում, այս կողքինները դնելով էլի հայ ինչ որտեվ յոլ է, բայց երբ որ արդեն սովոր ես լինում դու ֆիրմա մեքենաներին, որոնք որ ստեղ են լինում, առանց սրա մի քիչ ավելի արդեն անհարմար լինում։ Սա եւս նարեկը տեղադրել է ու շատ հարմար է, ինձ շատ դուր է գալիս։ Մի հատ շատ կարևոր էլի կայֆոտ բաներից մեկը էլեկտրականության հետ կապված է, շիթոք պրիբորն է։ Երբ որ զաժիգանին բացում ես, ինքը սկզբից մի հատ այնց կարմիր լույսերն է վառում, հետո նոր սպիտակում է նույն ձևել անջատելուց։ Դա եւս էլի նարեկն է, չգիտեմ, մի քիչ տարբերվող է բոլորնի վեքից այդ առումով, ինձ շատ է դուր եկել այդ բախը։ Ու նաեւ մեքենան պուլտով խոդ է անգնում, այդ տենց հարցերով եւս կարակ դիմեք նարեկին, կարճ ասած ինձ շատ է դուր գալիս այս ամեն ինչը։ Շատ կոմֆորտ է, շատ թույն է։ Շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ավտոյի վրա գործ են արել ու ստացել են այն, ինչը որ ես հենց մտածում էի, որ պետք է ստանանք։ Տեղադրվել է 221 կուզովի օրիգինալ Highliner ու ասեմ, որ էլեկտրականությունը ամեն ինչ աշխատում, ամեն ինչ միացրած է, ինչպես նաև ապակիները եւս միացրած է բլոկերին, որ դռները փակում եմ։ Ոնց տեսնում եք, Highliner-ը ծալում է, ապակիները բարձրացնում է։ Այս ամեն ինչը եւս տեղադրել է այդ իմ ասած ընկեր Նարեկը, հենց որ մտեք follow եղեք ու սենց բաներ համեցեք։ Անվահեծերը Niva-ի լեգենդներն է, իր օրիգինալն է, իսկ անվադողերը Pirelli-ները, որովհետև իրան ամենաշատը էս ասում։ Դե այս մեջտեղի հատվածը բնականաբար սենց չի մնալու, տեղադրվելու է Mercedes-ի բար, որը հենց այս վիդեոյում է կտեսնեք ոնց է լինելու։ Ում ուզում եմ մի հատ տենց էքսպերիմենտալ մի բան ցույց տամ, մեքենան քանի որ սաղ շում է տենց վիբրոիզոլյացիա է արված, հեսա հասկանաք թե դրսի ձայները ոնց են ներսը լսվում, դրա համար հեսա վահագին խնդրենք, թե միացնի բալգարկեն, ես նստեմ ավտոն Միացրու բրո։ Just a second։ Աղմուկը մոտավորապես սենց է, նստեմ ավտոն դուռը փակեմ։ Այսքան տարբերություն է տալիս, ոնց հասկանում եք, այս ամեն ինչը լինում է շումաիզոլյացիայից հետո, որ ավտոյի մեջ դառնում ավելի կոմֆորտ ու ավելի հաճելի է դառնում իմ կարծիքով։ Այս էլ որ թողային պելյոնկած մներ ավելի հարմար կլներ, լուրջ եմ ասում։ Սենց կոնկրետ իզոլացված կլներ։ Ես շատ գոհ եմ, ինձ շատ է դուր գալիս։ Բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե ուզում եք ձեր մեքենայի հետ կապված ինչ-որ հետաքրքիր գործ անեք, շումաիզոլյացիա կլինի, վիբրոիզոլյացիա կլինի, թե սաունդ կլինի, համեցեք Loud Lab, Artemicon 17.1։ Ciao։ Niva-ի հետ կապված Loud Lab-ում այսքանը, բայց ես հուսում եմ, որ մենք դեռ էլի ենք հանդիպելու այստեղ, որովհետև ցանկացած գործ պետք է վստահես ամենալավ մասնագետին ու եթե հանկարծ սաունդի հետ կապված ինչ-որ գործ ունենանք մեր այլ մեքենաների հետ կապված, գալու ենք միանշանակ Artemicon 17.1 Loud Lab։ Շատ շնորհակալություն եմ հայտնում այստեղի ամբողջ սաստավին, ինչպես նաև իմ շատ լավ ընկեր Նարեկին, որ ոչ մի տիպի են, որ իրանց չի խնայել ու իմ ավտոյի վրա այնքան լիքը բան արել, որ էլ ասելու չի։ Իսկ հիմա գնանք մեքենայի հետ կապված դեռ էլի մի երկու հատ գործ կանելու, հիմնականում են մեջտեղի բառը։ Ու լիքը հետաքրքիր բան դեռ ավտոյի վրա կանենք, հենց որ մնացեք կապում, կհանդիպենք։ Վերեց բառս, վերում է։ Եկանք luxury car service, ներքև էջակը թողեմ մտեք նայեք թե տղեկ ինչով են զբաղվում, իսկ կոնկրետ հիմա իմ մոտ եկել ենք բառի հետևից, բառը պատրաստ է, ցույց տամ ինչքան լավ է եղել, լրիվ իմ սրտով է ու շատ կոմֆորտ է դառնալու ավտոյի մեջ հեսա, քանի որ իմ մոտ էլեկտրոնի ռուչնիկ է։ Բնականաբար այդտեղ ծակը չի լինելու է նորմալ տարակ ու այս կնոպկեքն է աշխատելու է։ Կոնկրետ իմ խնդրանքով ստեղ լիքը բերեզել կայ արվե, այս հին բառից է այս հատվածը, այն ամենաառաջի բառերն է, հետո գալիս է ուրբանի բառը, հետո ստեղ բերեզել կայ արվե ու 204 Mercedes կուզովի բառն է, կարճ ասած ստեղ 3 բառից մի բառ է տառը։ Niva-ն ինչ վերցրել է, երբ որ պատլակոտիկ չկար, անենց անսովոր էր իմ համար, կարող է ժամանակին, չգիտեմ, սովորական եղել, բայց հիմա շատ անսովոր էր, այսինքն ուսս բռնվում էր, որ ձեռս հենված չի, որտեղ տենց էի սովորել արդեն, բայց սենսով արդեն կոմֆորտ ու լավ է։ Գեցա մի հատ գնանք մեր մոտ High Garage Car Wash, ավտոն լվանանք, որ դառնա վերջնական սենց։ Դե ինչ այսօրվա համար այսքան ուսում եմ հավանեցիք կարեք բաժանորդակրել։ Մորասարը ոպարոպարապ է։ Հա, անգերս էլի պրոբլեմ չկա, բայց սա վերջացնենք ու միանգամից Ոպարոպար։ ախպերս էլի հարց չկա, հոբ ջան, բայց հեսա բանանենք ու նոր, հա իմ ախպեր։ Ոպարոպար։ Էս հոպարի տաբակներն, հա։ Հորա ես քո ցավն է տանեմ։ Հա, հոպար։ Բա ոնց հոպարս։ Հոպարս։ Opa, mora sana, opa,
Այսօր Նիվի հետ կապված լիքը պլաններ ունենք, ասեմ, որ կոմենտներում լիքը մարդ գրել եք, մի քիչ հետո կբարձրացրու, արդեն բարձրացել ենք, բայց չէինք նկարել, դրա համար վիդեոյում չէր գնացել էդի, բայց արդեն դիմացը բարձրացած է, բայց այսօր ավելի հետաքրքիր բաներ ունենք անելու, նախ ավտոն տանելու ենք վաքսելու, մեր լավ ընկերներ Դեթրոյթի մոտ ու մինչև այդ մի հատ մեքենան կպատրաստենք նենց, որ ավելի սիրուն ինքը լինի, որովհետև այդ տակի սև հատվածը որ կա, մի տեսակ խամրած այդ սևը ինձ դուր չի գալիս, սա էդի ստեղ մեր մոտ կներկենք, կփչենք ու հետո ավտոն կլավանանք, կտնենք Detroit դետալինգ, որ տղեկը վաքսեն, ինքը մոտավորապես պատկերացնեք կերամիկայի էֆեկտ է տալու, կարճ ասած շատ թույն բան է, ավտոն ավելի լավ պսպղալու, ավելի լավ շողալու է։ Դե ձեզ բարի դիտում, կարաք են սկզբից միանգամից լայքերը սխմեք ու բաժանորդեք այդ ալիքին, որ բաց չթողեք մյուս վիդեոներից։ Մենք գտնվում ենք մեր High Garage Shop-ում ու ասեմ, որ կոնկրետ այսօր հիմա մայիսի 9-ն է, High Garage Shop-ը դարձավ 1 տարեկան։ Այս ընթացքում երկու բան կպատմեմ High Garage Shop-ի հետ կապված։ Խոսքը այս տակի սև գծի մասին է, մի տեսակ խամրած է գույնը, ոնց տեսնում եք։ Հեսա գնանք ներկա առնենք, փչենք, որ դառնա ավելի սիրուն, ավելի գրավիչ։ Իսկ ով որ այսենց հզոր պատվառնիկի լեդեր է ուզում, համեցեք Անաստասմիկոյան 4-3 High Garage։ Ու այս վերջերս շատ են հարցնում, մեքենան վաճառվում է, թե չէ, TikTok-ում տեսել ենք ծախում եք։ Հա, մեքենան վաճառվում է։ Դեռ տենց վերջնական обзорը չի եղել, որ կոնկրետ ասեմ ինչը ոնց ինչքան, բայց մեքենան վաճառվում է, հա։ Ներկու սկոչը վերցրեցինք, հեսա հետ ենք գնում բոքս, շուտ մի հատ սկոչով մասկիրովկենք անենք, որ ոչ մի բան ավելի չվտասենք, փչենք, թողենք չորանա, մեքենան լվանանք ու գնանք արդեն մնացած գործերով, մնացած հարցերով։ Ու ասեմ, որ այս վիդեոյի մեջ էլի բանա ծրագրվում անել, հələ որ չգիտեմ կհասցնենք թե չէ, դրա համար չեմ ասում ինչի մասին է խոսքը, բայց Նիվի հետ կապված է բնականաբար, հուսով եմ կհասցնենք, որովհետև ուզում եմ full արդեն վերջացնենք Նիվեն, դրանից է կախված սա կլինի Նիվի վերջի էպիզոդը, թե չէ։ Չնայած ամենավերջում հավանաբար մի հատ էպիզոդ կունենանք, որտեղ ցույց կտանք, թե վերջնական ամենասենց ամենավերջում ինչ ռեզուլտատ ենք ունեցել Նիվի հետ կապված, ու այդ ժամանակ նոր դուրս կգա վաճառքի վերջնական ու կիմանաք արժեքը, ինչա վր են արվել ու առհասարակ ինչ մեքենա է ինքը ու տենց բաներ։ Մինչև գնացի խանութ հետ եկա Ռաֆոն արդեն այս մյուս կողմը այսպես ոնց տեսնում եք մասկիրովկեն արել է, այս ռեզինն էլ հեսա կհանենք, որ սա լավ լինի, այս կողմը փչենք ու անցնենք մյուս կողմը։ Չգիտեմ վիդեոյում երևաց թե չէ, այդ մեծ կաթիլ եղավ դռան վրա, այդ ացետոն հանեցինք ու կակրաս մեկը հեսա գնալու ենք դետալինգ, դաժե եթե ինչ-որ բան նիտու է գնաց, տղեկը հաստատ կվերացնեին։ Հավեսով անում էի, մենք էտենամ այստեղ մեծ մի հատ կաթիլ, գիտես ոնց վախցրեց, արես կհելնի, չէ։ Ես ճիշտն ասած չհասցրեցի մյուս կողմն փչեմ, այդտենց մի կողմը փչած, դուռը մի քիչ փչացրած, եկա հասա Detroit դետալինգ ու հեսա հուսով եմ տղեկը այդ ամեն ինչը կտզեն ու սաղ կանգնի տեղը։ Էնջան պրիվետ ախպերս։ Պրիվետ ախպերս։ Ոնց ենք։ Լավ, դու ոնց ես ախպերս։ Եկա հասա։ Մի հատ բան փչացրել եմ, արի պետք է ցույց տամ ախպեր։ Մենք գտնվում ենք Detroit Detailing Studio-ում, որը գտնվում է Բագրատունյաց 55-10 հասցեում։ Տղեկը ստե շատ մեծ սպեկտր ունեն, ինչ ասած տեղականում են։ Այս ընթացքում սաղ ցույց կտամ, բայց հիմա սիրտս մի քիչ տենց լարված է, ցույց տամ հենոին թե ինչ եմ արել։ Բրատ, այստեղի այս երկու հատ գիծը տենում ես։ Հա, ներկա վնասված, ախպերը սա պետքա պոլիշով դզենք։ Նոր ենք չէ։ Հա։ Պետք է փրկեք։ Արդեն չկա, ախպերս դրա համար էլ աշխատում ենք։ Ես գիտեի, որ ճիշտ տեղ եմ եկել։ Իրականում ուրիշ հարցով եմ համել եկել, բրատ, դու հավանաբար գիտես ինչ եմ ուզում։ Մի հատ ասա այս ավտոյից վրա ինչ ենք անելու։ Առաջին հերթին, քանի որ ներկա 10 վնասված, պետքա սա պոլիշով դզել։ Այդ պոլիշով մենք կդզենք, կհարթեսնենք սաղ, ստե այս վնասված դետալները անհատ տեղերը սաղ կհարթեսնենք, որովհետև քեզ վաքս ենք անելու, ինքը Spashan ֆիրմայի վաքսն է, շատ բարձր որակով ու ինքը պետք է իդեալական պավերխնեսի վրա գցել, էլի։ Իսկ այդ վաքսը ինձ ինչ է տալու։ Ինքը քեզ նայ, ինքը շատ ուժեղ փայլ է քո ավտոին տալու առաջին հերթին, հետո տալու է շատ ուժեղ հիդրոֆոբ էֆեկտ։ Ոչ ու լսնենք sense որ ես քեզ ավելի լավ է ոչ թե հիմա բացատրեմ վերջին դեպքում մեքենան կտենաս։ Ես շատ վստահ եմ, որ իմ սրտով լինելու ես։ Հա, որովհետև եմ որ շատ վստահ գիտեմ տղեկը ինչ գործ ունեն, ինչ մակարդակի ինչ որակով են անում, ու ես ոնց միշտ նշում եմ, մենք համագործակցում ենք ու աշխատում ենք այն մարդկանց հետ, ովքեր որ շուկայում լավագույնն են, հենց որ այստեղը եւս ֆիքսեք, ներքևը իրենց էջը կամպայում մտեք, տեսեք ինչ գործեր են տղեկը անում, մենակ լադայի վրա չեն անում, լիքը հետաքրքիր ավելի դուրս մեքենաների վրա են անում։ Իրենք դերս կտենակ։ Այդ սա ցույց եք տալու հեսա, այդ լադան ինչի եմ ասում, որտեվ այստեղ ակրիլ է, չէ՞։
Իսկ այն մեքենաները հա լաքով են լինում, այդ առումով եմ ասում։ Նենց որ ցանկացած հարցով մոտեցեք Բագրատունյաց 55-10 Detroit Detailing Studio։ Ես մի քիչ շտապում եմ ախպերս, հիմա մեքենան ուզում եմ թողեմ ձեզ մոտ, հետո կամ վերցնեմ, դու ինձ ասա ուղղակի երբ մոտենամ։ Ախպերս նայի արդեն քանի որ ուշ է 7-ն անցա, բեր վաղը ցերեկարի, մենք է հանգիստ մեր գործ անենք, որ Սիրով։ Ու հա, կստացի ցանկացած գործի մեջ եթե ինչ-որտեղ մեքենան տանում եք, միշտ ապեցրեք, որովհետև հավատացեք ում որ տանում եք, այդ մարդը ձեզնից շատ է ուզում որ ամեն ինչ լավ ստացվի, իսկ այդտեղ պետքա չվռազել, մանավանդ նման գործի մեջ։ Всё, ընկերս, ինչքան ասեք, այդքան եք սպասեմ։ Ես այնքան եմ վստահում, որ հաստատ կարամ 2 օր թողեմ մենակ ձեր մոտ լինի։ Привет, Նարեկ ջան։ Ոնց եք։ Լավ, դու ոնց եք։ Ես մի քիչ ուշացել եմ, բայց ինձ թվում է ոչինչ, չէ, բրատես։ Մենք 24 ժամ աշխատում ենք, խնդիր չկա вообще։ Ես հիմա ասենց նայում եմ ճիշտ է արդեն մինչև տենց այդ կադրերը դուք տեսաք, ես այդ հասկում ֆրացը նայել եմ, շատ թույն է ստացվել, բայց խնդրում եմ մի հատ համ ժողովրդին, համ ինձ մի հատ 2 բառով բացատրի մաքսիմալ մատչելի, որ հասկանանք ինչ է կարել։ Այս ավտոյի հետ կապված ինչ աշխատանքն ընդհանրապես կատարվել, ինչ նյութեր եք օգտագործել ու առհասարակ էլ ինչ եք անում։ Նարաջան դե ոնց որ խոստացել ենք, որ մեքենային արել ենք Spashan ֆիրմայի վաքսը 3-ից 6 ամիս, ինքը մնում է, էլի, ասենք մոյկեքից մանից չի մաքրվում, բայց մինչև այդ վաքսը քո էսկոմն է, չէ՞, դռան վրա։ Ես այս դռան վասին խոսում էի, ասում էի, որ ես փորձել եմ ներկել, սա վիդեո ավելի նոր այդ կադրը կտեսնեք ոնց է ներք կաթում այդտեղ, հետո փորձել էի մաքրեի, լիքը բան կա, միշտ ասում են, որ մեզ թվում է թե ոչ մի տենց բարդ բան չկա, հեսա մենք կդզենք, բայց ավելի լավ է դիմեք մասնագետի, տղեկ հենց այդ գործի ու ոչ միայն այդ գործի մասնագետն են, հենց որ լիքը բաներ կա, որ ինքդ փորձում ես դզես, ավելի վատ ես անում, իմ օրինակը ձեզ օրինակ, բայց նայեք ոնց են տղեկը սա դզել։ Դռանը վրայի հետքերն ենք վերացել, որովհետև ես ոնց որ նշեցի, վաքսը պետք է հարթ մակերեսի վրա անես, որ ճիշտ ձևով անես, երկար մնա, էլի, ոչ թե ասենք դրա հետևանքով կարող որ հարթ չլինի մակերեսը, գիդրոֆոբը վատ աշխատի ու արդեն ինքը այդ էֆեկտը չի տալու, որը որ պետք է տալ, էլի դրա համար առաջի երթին կուզովի վրայի այդ բոլոր խնդիրները վերացրեցինք, մակերեսը հարթացրեցինք, նոր վաքսին անցանք։ Նշեմ նաև որ քո հայլիներն ենք բրոնապատը, ինքը բրոն պլյոնկա է, էլի, պոլիուրիտանովի, հա, ինքը շատ ուժեղ փայլ է տալիս, ինքը պաշտպանություն է տալիս քարերից, դաժե որ ասենք չգիտեմ, քսես ինչ-որ միտեղ, պլյոնկեն փոխում ես քո հայլին ոչինչ չի լինում, էլի։ Այսինքն ցելի ավտոն է, չէ՞, կարաս սենց անես։ Կարաս սաղ ավտոն անես, կարաս ինչ-որ կոնկրետ դետալներ անես, դա վերաբերում է ոչ թե կուզովին մենակ ավտոյի, կարաս սալոնի ինչ-որ դետալներ անես, հիմնականում եք, չէ՞։ Ամեն ինչ անում ենք, հիմնականում խոսքը վերաբերում է սալոնի, գլյանցևի դետալներին կամ ինչ-որ էկրաններ, հիմնականում դրանք են, էլի։ Բանջված, մեկ այդ սալոնի մեջ մանր-մունր բաներ կար, հետքեր կար քո սիձելնիկների վրա, կաթիլի հետքերը հավանաբար, հա, մեկ է դրանք էին մաքրել, ինչ են որ կոպիտ ասած աչքներս ինչ տեսել է, արել ենք, էլի։ Տնավարի են վրացուշի։ Մեր ավտոին ոնց կանենք այդ ձևով, էլի։ Բայց իմ կարծիքով որ սաղի ավտոներին ցանկացած խնդիր որ լինի, ամեն ինչը կարականեք, չէ՞։ Իհարկե, իհարկե։ Մենք մենակ այն ծառայությունը որ նշեցի, դրանով չենք զբաղվում, մեր մոտ սովորական ավտոլվացումից սկսած մինչև, չգիտեմ, պլյոնկաների հետ կապված ամեն ինչ անում ենք, էլի, դա, չգիտեմ, ավտոյի հասարակ ավտոլվացումը, ավտոյի քիմ մաքրումը, պոլիշը, պոլիրովկան, կերամիկաներ, վաքսեր, բրոն պլյոնկա, տոնիրովկա, վինիլ, այսինքն գույն փոխես եւ այլն, ամեն ինչ անում ենք մեր մոտ։ Այն որ կոպիտ ասած բերում ես ավտո, միտեղ ամեն ինչ, հա, եթե չեմ սխալվում, հենոն այդ չավելացրեց, բայց շատ շուտով նաեւ բացվելու է մալյարնին, չէ՞, իր սուշիլկո։ Այնտեղ որ ես տարել եմ ես մեքենան փչելու սուշիլկա, որ կհիշի նախորդ վիդեոներից մենք Էջմիածին ենք գնացել հասել։ Այդտեղ հիմա Բագրատունյացի 55-10 հասցրեմ նաև բացվելու է սուշիլկա իր մալյարնիով, որտեղ որ բոմբ ավտոն սպասարկելու են, այն որ խփած ավտոն բերես։ Կարճ ասած Ամերիկայից ավտոն կարան բերեն, ստեղի չցնեն, հա։ Ամեն ինչ միտեղ։ Ինչ ժամանակ հետո կամ վերցնեն։ Մի հատ էլ բան կա, որ հեսա շուտով պետքա բացվի, եթե դու ասա։ Խոսքը խանութի մասն է, մենք ունենալու ենք խանութ ավտոխիմիաների հետ կապված, մոտ 20 տեսակի բրենդեր առնելու, մեծամասնության ներկայացուցիչը Հայաստանում, հենց մենք ենք լինելու, հենց մեր կողմն է լինելու խանութը, ինչպես նաև լինելու օնլայն խանութ, ունենալու ենք մեր հարթակը, որտեղ կարան, չգիտեմ, Wildberries-ում ոնց է մտնում ես, գրում ես այս ինչ բանը, կոմոդ բերում է։ Դե արդեն դրան է հարմար այդ ամեն ինչը։ Սա հարմարությունները սարքում ենք, մոտ մի քանի օրվա ընթացքում ամեն ինչը պատրաստ արվելու, բոլոր հարմարություններով, որ ինչ ձեզ պետք եղավ, կարողանաք ձեռք բերեք ամենահեշտ, ամենամաչելի ձևերով։ Ես չեմ հասկացում, կարճ ասած այն որ կա է որ ասում են կարող երնակ մի հատ տեղն էր բոքսերն էր, որ կոմպլեքս լինի, տղեկ էս այդ տեղերից մեկն է, մենակ տղեկ չէ, ժողովուրդ ջան, էս այդ տեղերից մեկն է Հայաստանում ու իմ տեսածներից ամենավորակյալ, ամենահավեսով, կարճ ասած ես միշտ նշում եմ Ձեզ մերսի ախպեր, ես միշտ դա նշում եմ, մենք համագործակցում ու աշխատում ենք այն ֆիրմաների, այն մարդկանց հետ, ովքեր որ բացի շուկայում լինելով առաջատարը, նաև լավ մարդիկ են ու հենո ենք
նաև ավելացան այդ ցուցակին, Բրադ ջան, շատ շնորհակալ եմ ձեզ, բայց այս ավտոից բացի ես գիտեմ, որ հիմա ոնց է լինի կողքի բոքսերում էլի հետաքրքիր մեքենաներ լինելու, կարանք մի բան նայենք։ Խնդիր չկա, կարանք քայլենք, ցույց տան որ մեքենայի վրա ինչ են կարել կամ ինչ են անում, եթե հետաքրքիր է ձեզ։ Գնացինք, ոնց չէ։ Հիմա մենք գտնվում ենք ավտոլվացման կետում, ճիշտ եմ հասկանում։ Հա, Այս ավտոն ստեղ եկել է, որպեսզի իր վրա ինչ պետք է արվի։ այս ավտոն արդեն նախապատրաստությունները արած է, որովհետև պետք է ամբողջ մեքենան ամփայլ սատին թաղանթ քաշենք, ինքը համ պաշտպանիչալն են, համ դառնալու ամփայլ շատ սիրուն էֆեկտ է էլի ստանալու, մոտ 4 օրից պատրաստ է արնելու։ Անպայման կմտնեք տեղեքի Instagram-ի էջ, այնտեղ հաստատ տեղադրված լինելու է, չէ՞։ Տեղադրելու են կմտնեք կնայեք շատ սիրուն էֆեկտ ենք Ու մենակ այդ չարասակ լիքը բանը տեղեքի էջում կտեսնեք, ու մի հատ խնդալու բան է ասեմ, ես որ ավտոն բերում էի, զանգի ասեմ, հեսա բերում ավտոն, ասում հա դե բեր, հեսա մենք ոչ մոյկեն ազատ է, որ ավտոն լվանք, ասում լվացած եմ բերում, տեղեքի մոտ սենց է, ասում հա էական չի, լվացել ես 10 րոպե առաջ ես լվացել, մեքենան մինչև ինչ որ իր վրա գործ անել է, անպայման մի հատ դետալ նիսաղի ձելական լվացվում է, ու հենց կողքի բոքսն է։ Այսինքն դուրս է գալիս մտնում անտեղ, որ հանկարծ դաժե մի հատ փոշու կատի, ասեմ սկետիկ վրան չավելանա։ Ճիշտ եմ շա ասում սա։ Ճիշտ ես ասում, որովհետև շատ են էլի տենց բերում են ինչ որ բան են ցույց տալի, բայց հետո լվում ես թազա էլ ինչ որ դեֆեկտներ ես էլի տեսնում մեքենայի վրա, դրա համար մինչև չենք լվում, չենք նայում մեքենան, չենք ընդունում գործի, էլի։ Դա շատ կարևոր նյուանս է էլի իրականում։ Ամեն դեպքում լվացած բերեք, ցեխոտ չբերեք։ Բայց իմացեք, որ այդ ցեխոտերնի կլվանք։ Հա, իմացեք, որ այդտենց խնամք կա։ Էս ինչ հրաշքալ է։ Նախ էս ինչ ավտո, ինչ է իրավունք։ Ինքը փոս բուլիտ է, ինքը լիմիտիրованный է, էլի, մոտ եթե չեմ սխալվում 300 թե 400 վատ աշխարհում արտադրված, որից երկուսը Հայաստանում են, մեկն էլ մեր մոտ։ Այս մեքենայի վրա մոտ եթե չեմ սխալվում անցած ձմեռն այդ զոնա ռիսկը է կշում դիմացի հատվածի բրոնապատում ենք արես, որ ձերտաս ինքը բան էլի բլոկը է կպցրած։ Ու տեսես, ասենք քարերի քրասները ոնց է էլի պահել։ Հիմա էլ սեփականատերը որոշել է, որ մնացած մասերը, այսինքն այս հետևի հատվածը կերիշը, հա, որ բրոնապատաշի, պետք է կերամիկա անենք։ Դրա համար ոնց որ լվացել ենք, պետք է հա, պոլիշ անենք, ասա ձեր նիվեն հանում ենք, ասենք սրան էլի։ Պետք է պոլիշ անենք, հա, կերամիկա անենք ու 3 օրից տանք սեփական դիլոջ։ Ես կստացի մի հատ բաներ ուզում ասեմ, Նիվայի վրա կոնկրետ ինքը հիմա հիդրոֆոբել է, չէ՞։ Հա։ Մենք կարանք նայենք։ Խնդիր չկա, այդպես։ Մի հատ նորից ես երկու բառով ներկայացնեմ, ինչ է իրանից ներկայացնում այդ վաքսը, որը որ քո մեքենայի վրա քսել ենք։ Առաջինը ինքը ավելի է խորացնում քո մեքենայի գույնը, ինչ գույն է լինի, էլի կապ չունի դες ֆիդակի դեպքում, իսկ դու տարբերությունը նկատել ես։ Հաջորդ էֆեկտը իր ինքը տալիս է փայլ, շատ ուժեղ փայլ, որ էլի կտած գնաս մեքենայի վրա։ Երրորդ էֆեկտը բոլորի կողմից սիրած հիդրոֆոբ էֆեկտն է, այդ հիդրոֆոբ էֆեկտը իրանից ներկայացնում է հետևյալը, որ այսինքն ավտոյի վրա ջուր է թափում, ինքը իր վրա չի պահում, էլի, ինքը Այս մի քանի կաթիլ են, որ Այս մի քանի կաթիլը սա օթով են անում, հեսա մի վարկյան, ցույց տամ, օթով են անում, շատ հեշտ այսքան բան։ Հիդրոֆոբ էֆեկտի առավելությունը կայանում է նրանում, որ մոյկեքում, հայաստանյան մոյկեքում ու շատ նկատած կլեկել, ասենք եղտոտերապկեքով կամ չգիտեմ չորացնելուց մեքենան շատ են խազում նոր պոլիշարած մեքենայի վրա, մանավանդ շատ է զգացվում կամ մուգ գույն ունեցող մեքենաների վրա։ Սրա դեպքում արդեն քեզ տերապկա պետք չի էլի, որ դու չորացնես, դու կարաս օթով, տուրբասուշկով կարաս չորացնես, ինքը շատ հեշտ չորանում է, ջուրը վրից շատ հեշտ թափում է ու ոչ մի վնաս չես տալ, էլի։ Ու շատ հեշտ է իրան չորացնելը արդեն դառնում։ Դե հա բնականաբար արդեն ավելի հեշտ է դառնում։ Հենջան մի հատ sense հարց տամ, կողքից նայելուց sense տպավորություն կարա լինի, որ հիմա Հայաստանում լիքը sense բան կա, չէ՞, ասում են ավտոն տարանք կերամիկա արեցինք, հիմա ջուրը վրան պահում ես, չի պահում, միանգամից իջնում է։ Վիզուալ նույն էֆեկտն է ալնում, կարելի է ենթադրել խոսքի դրանից, որ չգիտեմ, վաքսն ու կերամիկան նույն բանն է կամ իրար մոտ բան է, թե իրենք տարբեր բաներ են իրականում։ Չէ, դրանք երկուսն է տարբեր բաներ են լրիվ ու որպեսզի տարբերությունը հասկանանք, մի հատ պետք է հասկանանք ինչ է իրենց ներկայացնում կերամիկան, ինչ է իրենց ներկայացնում վաքսը։ Կերամիկան ինքը մեքենայի ինչա ներքի վրայից լաք են, չէ՞, անում այդ լաքի վրա ինքը մակերես է ավելացնում, ինֆրակրասնի սուժկա գոյություն ունի, որ դրանով են չորացնում ու այդ դեպքում մակերեսի լաքը հաստացնում է, էլի կոպիտ ասած, եթե պոլիշի ժամանակ ինչ որ չափ դու տաշում ես, այդ կոպիտ ասած տաշածը դու նորից լրացնում ես, իրան վերականգնում ես, իսկ վաքսը ինքը ուղղակի հիդրոֆոբ էֆեկտ է տալ, ինքը յուղային շերտ է մեքենայի վրա, ինքը լաքին միայն յուղային շերտ է տալ, ինքը չի ավելացնում այդ հաստությունը, բայց նշեմ, որ կերամիկան որ անում են այդ ջրավանող հատկությունը
հիդրոֆոբ էֆեկտը կերամիկայից չի, իր վրայից անում են նաև ժիտի ստիքլով։ Յուղային շերտն է լինում։ Յուղային շերտը ինքը արդեն բանա կրիստալիզացվում է ու էլի տալիս է հիդրոֆոբ էֆեկտ, բայց այնի արդեն յուղային շերտի հիման վրա դու հիդրոֆոբ էֆեկտը ստանալիս նա արդեն այդ կրիստալիզացման, այսինքն իդեալական հարթալու ու ջուրը վրան չի։ Հիդրոֆոբի հետ կապված երկուսն էլ հիդրոֆոբ են սարքում վերջերս։ Դե դա շատ կարևոր էֆեկտ է իրականում մեքենայի համար, էլի մանավանդ թանկ մեքենաների համար, որովհետեւ ոչ մի չխազվի, հեշտ չորացվի եւ այլն, այդ էֆեկտը շատ կարևոր է։ Այ իրականում որովհետեւ դուք գիտեք, որ մենք ունենք մեր Carwash-ը, High Garage Carwash-ը, որը գտնվում է Անաստասնիկյան 403 հասցեում, մեր մոտ էլ ընդհանրապես ցանկացած մեքենա որ գալիս է, մեր համար շատ կարևոր շեշտադրված լինում, որ այդ տրյապկեքը, ասենց ասած, կտորները, որ ավտոն լվացվում է կամ չորացվում է, ամեն մեքենայից հետո անպայման տրյապկեքը մաքրվում է, որովհետեւ վիզուալ որ դաժե նայես քեզ թվա ինքը մաքուր է, կարա մաքուր չլինի ու փոքր ավազի հատիկներ, մի հատ էլ ավազի հատիկ եղավ այդ 4-ը։ Այդ սա խազելու է։ Հենց որ մեքենայի խնամքը սկսում է այդ ամենամանր բանից, որ դուք չեք մտածում, որ կարող դրանից լինի, հենց որ դաժե մոյկեն պետքա անպայման գնաք շատ նորմալ տեղեր, իսկ նորմալ տեղերից ենք մենք, տղեկը, ու հավանաբար էլի տեղեր կա, կարծես ասած այնտեղ գնացեք, որ ձեր մեքենային չվնասեք։ Իսկ եթե վնասում եք, համեցեք բակը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնեմ այն բոլոր կազմակերպություններին, բրենդերին, ընկերություններին, ում հետ մենք աշխատել ենք այս մի տարվա ընթացքում։ Շնորհակալություն ենք ուզում հայտնենք Loud Lab-ին։ Loud Lab-ը զբաղվում է սաունդով, աուդիո համակարգերով, ավտոյի շում կա իզոլացիայով, ամեն ինչով, կարճ ասած, իմ կարծիքով ով մեր վիդեոները նայում է, իրանց շատ լավ ճանաչում է, տղեկ ջան, շատ մերսի։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել մեր շատ լավ ընկեր Աշոտին Դիագնոստիկա KTM-ին, ում հետ ծանոթացել ենք էլի BMW-ի հետ շրջանակին այդ BMW-ի հետ կապված հարցերով, բայց շատ լավ ընկերներ ենք դարել, բացի աշխատանքից, նաև աշխատանքից դուրս, շատ մերսի բրատաս, մեզ լիքը օգնել է թե մեր գործի մեջ, թե առհասարակ։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել մեր շատ լավ ընկեր Գուգոյին, նույնին Հայկո Գարաժը, որ էլի եւս մեր շատս գործունեության ընթացքում մեզ լիքը օգնել է։ Այս ում մասին որ խոսում եմ, ներքևս աղի էջերը բնականաբար տեսնելու եք, մտեք follow եղեք, ինչքան հարց ունենաք կարաք դիմեք իրանց, որովհետեւ ես հիմա ներկայացնում եմ այս ոլորտի ամենալավ մասնագետներին։ Գուգ ջան, շատ մերսի բրատաս։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել OBD KTM-ին, իր հետ էլ շատ լիքը գործեր են կարել ու դեռ լիքը գործեր են կանելու, էջը ներքևը կարաք մտնեք տեսնեք։ OBD KTM-ը լավ, ասենց մեծ տեսականի ունի դիագնոստիկայի սարքերի ու ոչ միայն, բրատաս մերսի։ Շնորհակալություն ենք հայտնում Arin բրենդին, Arin-ը զբաղվում է լեդերով եւ ոչ միայն, իրանց մոտ ինչ ասես կա, մեր մոտ իրանց ամբողջ տեսականին դուք կարաք տեսնեք։ Շատ մերսի ախպերս որակյալ ու շատ բոմ պրոդուկտի համար ու նշեմ, որ նաեւ բացի որակյալ ու բոմ պրոդուկտ լինելուց ինքը շատ մատչելի է ու շատ այն որ առաջի օրվանից մեր հետ է, Արժան շատ մերսի ախպերս ամեն ինչի համար ու վստահ եմ մենք դեռ լիքը իր հետ աշխատելու ենք։ Մերսի։ Շնորհակալություն ենք հայտնում մեր շատ լավ ընկեր Bosch Office-ին, որ մեզ այսքան բոմ Bosch-եր տրամադրել։ Մեր մոտ բոլոր Bosch-երը միանգամից արդեն ուսիլի տարած, մեմբրանները փոխած են, տղեկ հետ շատ երկար ժամանակ աշխատում ենք, բոլորը գոհ են մնացել ու շատ մերսի ախպերս, որ դուք մեր կողքին եք։ Մերսի։ Շնորհակալություն ենք ուզում հայտնել մեր շատ լավ ընկեր ու գործընկեր Prestige Motors-ին։ Prestige Motors-ում կարող գտնեք մեծ տեսականի թե աքսեսուարների, թե մեքենայի ինչ-որ դետալների, թե խադավոյի հետ կապված եւ թե ոչ միայն։ Բրատ ջան, շատ մերսի։ Բրատ ջան ասելով Արամի հետ եմ։ Մերսի։ Ու կան մարդիկ բնականաբար ովքեր որ չունեն ինչ-որ կոնկրետ բրենդ, անվանում, ընկերություն, բայց այս ամբողջ ընթացքում ես լիքը օգնել են տարբեր հարցերում, բոլորիդ շատ շնորհակալ եմ, անվանական բոլորին կարող է չկարողանամ հիշեմ, բայց ում էլ որ ասում եմ, իրանք գիտեն թե ես ում մասին եմ։ Բոլորիդ շատ շնորհակալ եմ ու այս մենակ սկիզբն է։ Հեն ջան, ես շատ գոհ ու շնորհակալ եմ ախպերս։ Հուսով եմ մենք ելի կհանդիպենք, թե մեքենայի հետ կապված, թե առհասարակ։ Անպայման, Նարեկ ջան։ Աջակցություն ձեզ, հուսով եմ դուրս եկավ։ Իմ դուրը շատ է եկել։ Իսկ մենք կհանդիպենք արդեն կոնկրետ նիվի հետ կապված վերջի էպիզոդում մյուս շաբաթ, որտեղ դուք կիմանաք այս մեքենայի հետ վերջնական արդեն ընդհանրապես ինչ է արված։ Հավանաբար այդ մի հատ բանն էլ արդեն արած կլինենք ու արդեն այդ վիդեոյի մեջ կիմանաք թե այս մեքենան ինչ արժի, ինչա վրան փոփոխված ու ում հետ պետք է կապվեք, որ այս մեքենան գաք տեսնեք, ցանկության դեպքում ձեռք բերեք։ Մենք կհանդիպենք, բաժանորդագրվեք ալիքին, եթե դեռ չեք արել ինչ-որ պատճառով, կոմենտ գրեք, լայք սխմեք, զանգակը սխմեք, իսկ մենք կհանդիպենք։